Արդեն ձայնագրությունը միացված է, ընկերներ ջան, նորից ասենք բարի երեկո եւ բարի հաճելի երեկո։ Միմյանց մաղթենք շատ հետաքրքիր եւ գիտելիք առատ երեկո, չգիտեմ 1 ժամ թե ժամ ու կես կունենանք մեր աղջիկների հետ, այսօր մեր երկու խոսնակները շատ լավ աղջիկներ են, տեսնենք ինչքան կտևի մեր վեբինարը այսօր, բայց համոզված եմ, որ թեկուզ եթե 1.5 ժամ, 2 ժամ էլ ձգվի, մենք չենք զգալու, թե ինչպես անցավ այդ ժամանակը։ Այսօր դարձյալ խոսելու ենք Հրաչյա Աճարյանի մասին եւ այսօր էլ խոսելու են մեր երկու աղջիկները, Մարիամը եւ Ռիփսիմեն։ Ռիփսիմեն ներկայացնելու է Հրաչյա Աճարյանի պատմահամատական լեզվաբանության մեթոդաբանությունը հայոց լեզվի բառագիտության համատեքստում։ Շատ համարձակ թեմա է ընտրել Ռիփսիմեն։ Իսկ Մարիամը ներկայացնելու է Հրաչյա Աճարյանի գավառական բառարանը եւ դրա գիտական նշանակությունը։ Ահա այսքան հետաքրքիր ակադեմիական խորություն եւ հետազոտական լուրջ աշխատանք պահանջող թեմաներ են ընտրել մեր աղջիկները եւ ինչպես արդեն Լալա Գրքիկյանին ճանաչում ենք նախորդ վեբինարից, ինքը խոսեց, դե ես վաղուց եմ ճանաչում, բայց ովքեր չէին ճանաչում անձամբ արդեն եւ իր աշակերտների աշխատանքների միջոցով եւ իր խոսքից ընդհանրապես մենք ճանաչեցինք արդեն Լալա Գրքիկյան ուսուցչին, բացահայտեցինք նրա աշխատասեր, ջանասեր, պրպտող, այս անverջ ինքնակրթվող, հա, ինչը որ այսօր պահանջվում է մեզնից ուսուցիչներիցս, այդ տեսակն է մեր Լալան։ Շատ ուրախ ենք, որ այդ տեսակը կա մեր շարքերում։ Լալա ջան, շնորհավորում ենք ձեզ, այսքան լավ աշակերտներ ունենալու համար, այսքան լավ աշխատանքներ պատրաստելու համար եւ ձեր եռանդի համար, որ այսքան երեխայի հետ դուք կարողացել եք աշխատել, իրենց ուղղորդել եւ ճիշտ ուղղորդել, որ իրենք այսքան հմուտ, այսքան խոր աշխատանքներ կարողանան եւ իրականացնել, եւ պատրաստել այդ ամեն ինչը, եւ ներկայացնել, եւ ինչու՞ թե պատրաստակամ են նաեւ մեր վեբինարներին դրանք եւս ներկայացնել մեր ուսուցիչների դատին, այնպես որ շնորհակալություն ձեզ նաև այդ ամեն ինչի համար ու սիրով ուզում եմ, քանի որ դուք շտապում եք, սիրով ուզում եմ ձեզ խոսքը տրամադրել, հուսով եմ վերջում երևի էլի հնարավորություն կունենանք ձեզ լսելու, եթե կստացվի, իսկ հիմա լսենք ձեզ, հետո ոչինչ, հետո Մարկին կտանք խոսելու իրավունք, Մարկ ջան, ներող եղիր այս անգամ։ Համեցեք։ Շնորհակալ եմ, ներեցեք, որ փոփոխեցի մի փոքր ձեր ընթացքը, ուղղակի ես եւս ուրիշ վերապատրաստման եմ, բայց անպայման ուզեցա միանալ, որպեսզի տեսնեմ, թե ինչ են անում իմ սիրելի աշակերտները, երկուսն էլ իմն են, հավասարապես, հավասարաչափ, դե Մարիամը Քրկիկյան է, եղբորս աղջիկն է, բայց որևէ տարբերություն չկա, ես բոլորի համար նույն ուսուցիչն եմ։ Պիտի ասեմ, որ երկուսն էլ շատ լավ առաջադիմություն ունեն, շատ լավ սովորում են, իմ գերազանցիկ աղջիկներն են, ինձ թվում է իրենք կյանքում ինչ բնակավար էլ որ ընտրեն, ուր էլ որ գնան, իրենք կփայլեն իրենց ուրեմն լավագույն դրսևորումներով, որովհետև երկուսն էլ ջանասեր են, ինձ նման աշխատասեր են եւ ինչ որ հանձնարարես կարող ես վստահ լինես, որ իրենք անխտիր ամեն ինչ հիանալի կանեն։ Շատ մրցակցային են երկուսն էլ, ինձ թվում է, որ հենց այստեղ է որ ամեն ինչ հիանալի է ստացվում, երբ որ դու ստեղծում ես մրցակցային դաշտ, իսկ ես ստեղծել եմ այդ դաշտը եւ պիտի նշեմ, որ գիտության ոլորտը կլինի, իրավագիտության, տնտեսագիտության, թե որ ոլորտը ուզում է լինի, իրենք փայլելու են։ Մենք վստահ եղեք, որ այս երկու անունները մենք դեռ շատ այսպես լավ հատվածներով լսելու ենք ու շատ բարձր ամբիոններից լսելու ենք։ Ես ձեզ խոստանում եմ, որ այս երեխաների հետ մենք շփվել ենք հենց ուրեմն գիտսան հաշտակում ու շատ ուրախ եմ դրա համար։ Ես Ընկեր Խաչատրյան ջան, դուք առաջին չա, դա ուրեմն ոգևորողն եք, էլի։ Շնորհակալություն Լալա ջան, դուք էլ եք ձեր երեխաներին լավ ոգևորել եւ գիտեք, այո, կարեւոր չէ իրենք որ ոլորտում կլինեն, ամենակարևորը որ դուք ձեր հերթին, ձեր առարկայի այս աշխատանքների շնորհիվ իրենց մեջ ձևավորել եք հմտություններ, որ իրենք դա կարող են իրենց ընտրած ոլորտում հանգիստ դրսևորել եւ զարգացնել։ Այնպես որ կարեւոր չէ առարկան, կարեւորը հմտություններն են, մենք գիտենք, որ այսօր
կարողունակահեն կրթություն ենք ապահովում եւ հենց դա է ՀՊՉ-ի ամբողջ գաղափարաբանությունը թերևս, որ մենք կարևորենք ավելի շատ այդ կարողունակությունների, հմտությունների ձևավորումն ու զարգացումը, հետո իրենք դա արդեն եթե ունենան իրենց մեջ ցանկացած ոլորտում կարող են դրսևորել։ Այսօր Աճարյանն են ուսումնասիրում, վաղը տնտեսագիտության կամ բժշկության մեջ իրենք կկարողանան ճիշտ ճանապարհը գտնել ուսումնասիրություններ անելու, հետազոտական աշխատանք գրելու, կարևորը որ իրենք ճանապարհներին ծանոթ են եւ գիտեն եւ դա ձեր շնորհիվ Եվ ուզում եմ մեր շնորհակալությունը ձեզ լինի ոչ միայն խոսքային, Լալա ջան, այլ մենք ձեզ եւս կարժանացնենք մի սիրուն հավաստագրի, որովհետեւ այսքան աշխատանքներ, այսքան երեխեքի հետ, չգիտեմ, ծանր է, իսկապես ծանր է մեկ աշխատաժողովի ընթացքում աշխատաժողովի համար այսքան աշակերտի ոնց որ ղեկավարել աշխատանքները, դա իսկապես շատ մեծ աշխատանք է Այնպես որ դուք շարունակեք թող ձեր ուժն ու եռանդը անսպառ լինի եւ երեխաներն էլ հաստատ ձեզ տեսնելով իրենք էլ իրենց մասնագիտությունների մեջ փորձելու են ձեր տեսակը շարունակել կրելով իրենց մեջ Եվ մի բան էլ ավելացնեմ որ երկուսն էլ օլիմպիական երեխաներ են երկուսն էլ կարգեր ունեն Մարիամը երկրորդ կարգ, Հրիփսիմեն առաջին կարգ, հուսանք որ շարունակենք այս ընթացքը Այս սրտիկներն ու ծափերը ձեզ եւ ձեր աշակերտներին, իսկ այժմ խոսքը տրամադրեմ Մարկին, Մարկ ջան, ազդարարես սկիզբը։ Շնորհակալ եմ ընկեր Խաչատրյան։ Սիրելի մասնակիցներ, ողջունում եմ ձեզ Հրաչյա Աճարյանի 181-ին նվիրված վեբինարների շարքի արդեն 3-րդ հանդիպմանը։ Այսօրվա վեբինարի ընթացքում մեզ հետ են երկու խոսնակներ, որոնք կներկայացնեն Հրաչյա Աճարյանի կյանքը, գործունեությունը եւ գիտական ժառանգությունը։ Մեր այսօրվա խոսնակներն են Հրիփսիմե Զադուրյանը եւ Մարիամ Գրքիկյանը, բայց մինչեւ խոսքը մեր խոսնակներին տրամադրելը ցանկանում եմ ընթերցել արդեն ավանդույթ դարձած հարցաթերթիկների պատասխանները եւ շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր ժամանակ են հատկացրել եւ վերացրել են դրանք։ Այն հարցին, թե ինչքան է կարևորում վեբինարների այս շարքը, առանձնացրել եմ մի քանի պատասխան, որոնցից են շատ կարևոր է անդրադարձել մեծ տեսաբանի եւ նրա թողած ժառանգությանը։ Միշտ պետք է հիշել եւ մեծարել մեր հայրագետներին, անհրաժեշտություն է, շատ բազմաբովանդակ գիտական աշխատանք է, ու էլի շատ դրական պատասխաններ, շնորհակալ ենք բոլոր դրական պատասխանների համար։ Իսկ այժմ մեծ սիրով առաջին խոսքը տրամադրում եմ Մարիամ Գրքիկյանին, մաղթելով հաջող եւ հետաքրքիր ելույթ։ Արև ձեզ շնորհակալություն Մարիամ ջան Մարիամ ջան ներողություն եմ խնդրում մի վարքյան ես ոնց որ քեզ չեմ տեսնում դու ուր ես ես ինչի Մարիամին չեմ տեսնում տեսա քո տեսախցիկը բաց է Հա բացել եմ տեսախցիկս ես չեմ տեսնում քեզ չեմ տեսնում Բայց երևում է Մարիամը, Գեր Խաչատրյան ջան։ Հա, այսենց տեսա, բայց հետաքրքիր հա լավ, երևի ինձ մոտ է խնդիրը։ Շատ լավ, Մարիամ ջան, եւ մեր մասնակիցներին էլ կխնդրեի, եթե հարմար տեղերում եք, բաց տեսախցիկներով աշխատենք, որովհետեւ իսկապես դժվար է, երբ որ նայում ես էկրանին եւ միայն նկարներ ես տեսնում։ Մարիամ ջան, հիմա էկրանն ես կիսել, մենք մեզ ենք տեսնում, խնդրեմ սայիկաշարի վրա պահես, որ մենք սայիկաշարը տեսնենք։ Պիտի խնդրեմ, եթե հնարավոր է տեսախցիկները բաց պահել, որպեսզի Մարիամի համար հեշտ լինի։ Մենք ուսուցիչներս, եթե փակ տեսախցիկների հետ ինչ որտեղ կարողանում ենք այս վեբինարները անցկացնել երեխաների համար ահագին դժվար է, անպայման այնպես անենք կենթանի շփման ջերմությունը պահենք, որպեսզի մեր աղջիկները շատ ավելի ազատ եւ շատ ավելի այսպես ջերմ կարողանան մեզ հետ շփվել։ Խնդրեմ Մարիամ ջան, համեցիր։ Շնորհակալություն։ Ողջունում եմ բոլորին։ Ես Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի արդեն 12-րդ դասարանի աշակերտուհի Գրքիկյան Մարիամն է։ Իմ գիտական ղեկավարն է բանասիրական գիտությունների թեկնածու, հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Լալա Հովանեսի Գրքիկյանը։ Մեր զեկուցման թեման է Հրաչյա Աճարյանի գավառական բառարանը եւ դրա գիտական նշանակությունը։ Տարին մեզ համար աճարյանական էր ու բավականին երկար ժամանակ ունեցանք ընկեր Գրքիկյանի անմիջական ուղեկցությամբ ու հորդորով բացահայտել աճարյան լեզվաբանին, մարդուն ու մեծ գիտնականին։ Անչափ հետաքրքրությամբ փորձել եմ ծանոթանալ Հրաչյա Աճարյանի գավառական բառարանին ու թերևս այս ամենի արդյունքում էր, որ մեր դպրոցում տեղի ունեցած աշխատարանին Հրաչյա Աճարյանի 150-ամյակին նվիրված ներկայացա հենց այս թեմայով։
Աջերյանական հնչյարի բացահայտումներով ինձ համար նորովի ներկայացավ հայոց լեզուն իր հարուստ բառակազմությամբ ու դրանց արմատական բացահայտումներով, գավառական բառերն իրենց ծագումնաբանությամբ։ Իմ պատկերացմամբ հայոց լեզուն չէր կարող աշխարհի լեզվաբանության ընտանիքում լինել այսքան ներկայանալի, եթե չլիներ աջարյան գիտնականը, մարտը եւ այսքան իմաստավորված ու կանոնակարգված չներկայացներ գավառական բառարանը եւ ընդհանրապես հայոց լեզուն։ Այս նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել ընկեր Կրկյանին առանձնահատուկ ու այս աշխատանքը առանց նրա կատարելը կլիներ անհնար։ Նաև ուզում եմ ցուցադրել հենց գավառական բառարանը, որը հենց ընկեր Կրկյանի գրադարանից է 1913 թվականի գավառական բառարանը եւ այս աշխատանքը կատարելուց հենց օգտվել ենք այս բառարանից։ Որ թվականներ Մարիամ ջան, 1913 Այսինքն քո ձեռքին հիմա 100 տարի եւ ավել 113 Այո, տարվա Ջան, այո։ հնության գիրք է։ Ահա, հրաշք։ Այսպես սկսեմ, մեր զեկուցումը նվիրված է մեծանուն լեզվաբան Հրաչյա Աջարյանի գավառական բառարան կոթողային աշխատությանը, դրա կոթողային աշխատության գիտական արժեքի վերլուծությանը, դիտարկվում են բառարանի ստեղծման պատմական նախադրյալները, կիրառված բառարանակրական մեթոդաբանությունը եւ բարբառային բառաշերտերի ծագումնաբանական առանձնահատկությունները։ Զեկուցման մեջ շեշտվում է բառարանի դերը հնագույն արմատների պահպանման եւ ազգագրական տվյալների վերհանման գործում։ Հրաչյա Աջարյանի գավառական բառարանը հայ բարբառագիտության հիմնաքարային աշխատություններից է, որն այսօր ստանում է նորովի արժևորման կարիք։ Արդի փուլում, երբ աշխարհականացման եւ լեզվական կենտրոնացման հետևանքով հայերենի բարբառները կրում են զգալի փոփոխություններ կամ հայտնվում են կորստի եզրին, Աջարյանի հավաքագրած հարուստ բառապաշարի քննությունը դառնում է հրատապ։ Այն հնարավորություն է տալիս վերականգնել հայոց լեզվի պատմական շերտերը, հասկանալ բառակազմական զարգացումները եւ լեզվամտածողության առանձնահատկությունները, որոնք դուրս են մնացել գրական հայերենի կաղապարներից։ Մեր նպատակն է վերլուծել գավառական բառարանի կառուցվածքային եւ բովանդակային առանձնահատկությունները, ինչպես նաեւ գնահատել դրա դերը հայոց լեզվի բառագիտության եւ ազգագրության համատեքստում։ Խնդիրները Նպատակին հասնելու համար առաջադրվել են հետևյալ խնդիրները. ուսումնասիրել բառարանի ստեղծման պատմական նախադրյալները եւ Աջարյանի կիրառած մեթոդաբանությունը, վերհանել բառարանում տեղ գտած բառաշերտերի ծագումնաբանական եւ իմաստաբանական բազմազանությունը, դիտարկել բառարանի նշանակությունը որպես աղբյուրագիտական հենք հայերենի ստուգաբանական եւ բարբառագիտական հետագա հետազոտությունների համար, ցույց տալ բառարանի կապը ժողովրդական մշակույթի եւ կենցաղի հետ։ Հրաչյա Աջարյանի գավառական բառարանը հայ իրականության մեջ առաջին լիակատար բարբառագիտական բառարանն է, որը հիմք դրեց հայերենի գավառական եւ գավառական բառապաշարի գիտական համակարգմանը։ Աջարյանը դեռևս 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին գիտակցում էր, որ հայերենի բարբառները, հատկապես արևմտյան Հայաստանի տարածքում խոսվողները, ենթակա են արագ փոփոխության եւ նույնիսկ կորստի։ Այս բառարանը նույնպես արդյունք է Աջարյանի երկար տարիների քրտնաջան աշխատանքի։ Սրա հիմքերը նույնպես դրվել են դեռ կենտրոնական վարժարանում նրա սովորելու տարիներից։ Այստեղ եղած սեռագրերից եւ Արշակ Չոպանյանի կազմած Պոլսի բարբառից նա դուրս է գրել գավառական բառերը եւ կազմել է իր նախնական բառացանկը։ Ապա տարիներ շարունակ իր եղած վայրերում տարբեր աղբյուրներից, նաեւ խոսակցական լեզվից, իր աշակերտների, իրեն տրամադրած նյութերից հարստացրել է այն, բառերի թիվը հասցնելով 30,000-ի։ Ընթերցենք հենց իր Աջարյանի ուշագրությունները այս բառարանի մասին։ Տարիներ շարունակ, սկսած աշակերտական շրջանից, գավառական բառեր հավաքելու մոլություն ունեի։ Կենտրոնական վարժարանում, որտեղ բազմաթիվ գավառացի ընկերներ ունեի, պարտադրել էի բոլորին օրական թեկուզ 5 գավառական բառ տալ։ Այսպես շարունակեցի վերջին 2 դասարաններում։ Հետագայում ուր էլ գնացի, բառ հավաքեցի եւ հատկապես տպագրված գրքերից ու բառացանկերից քննադատորեն հավաքեցի ինչ որ գտա։ Ստացվեց մի խոշոր աշխատություն, հայերեն գավառական բառարան անունով։ Ձեռագիրս ընդօրինակելով ուղարկեցի Լազարյան ճեմարանի տնօրեն պրոֆեսոր Գրիգոր Խալաթյանին։
Գավառական բառերը այն բառերն են, որոնք չեն ավանդվել հայ հին ու միջնադարյան մատենագրության մեջ և ոչ էլ նորագույն փոխառություններ են, այլ մեծ մասամբ հայակազմ բառեր են, որ մեր ժողովրդախոսակցական լեզվի հարստությունն են կազմում և ազգագրական տեսակետից մեծ արժեք ունեն։ Այդ բառերի մեծ մասը վերաբերում են արհեստներին ու արվեստներին, ժողովրդական հավատալիքներին, կենցաղին ու սովորություններին, աշխատանքային ու գյուղատնտեսական ամենատարբեր բնագավառների։ Բառերի իմաստները հավաստելու համար Աջարյանը բերում է նաև տեքստային վկայություններ, կատարում է ստուգաբանական և բառակազմական վերլուծություններ։ Բառարանը կարևոր է նաև նրանով, որ այստեղ կիրառված է տառադարձության հատուկ համակարգ, որը հնարավորություն է տալիս ճշգրիտ արտահայտել բարբառային հնչյունների նշպերանքները։ Սա հատկապես արժեքավոր է այն բարբառների համար, որոնք հայոց ցեղասպանությունից հետո դուրս մղվեցին իրենց պատմական տարածքներից և սկսեցին դանդաղորեն մարել։ Գավառական բառարանն աչքի է ընկնում իր ընդգրկուն աշխարհագրությամբ։ Աջարյանը ներառել է բառեր ոչ միայն հայտնի բարբառային կենտրոններից՝ Վան, Մուշ, Նորնախիջևան, այլ նաև փոքր ու մեկուսացած բնակավայրերից, ինչը հնարավորություն է տվել ստեղծելու հայերենի լեզվական քարտեզի ամբողջական պատկերը։ Աջարյանը բառարանում զգալի տեղ է հատկացրել փոխարյալ շերտին։ Հաշվի առնելով հայ ժողովրդի պատմական ճակատագիրը, բարբառներում առկա էին բազմաթիվ օտարաբանություններ թուրքերենից, պարսկերենից, արաբերենից, որոնք Աջարյանը մանրակրկիտ ստուգաբանել է։ Սակայն հեղինակի գլխավոր նպատակը բնիկ հայերեն բառերի վերհանումն էր։ Նա ապացուցեց, որ բարբառները պահպանել են հայերենի հնագույն արմատները, որոնք բացակայում են նույնիսկ նոր բառակիր քայքայզյան լեզվի աշխատության մեջ։ Գավառական բառարանը հարուստ է նաև կայուն բառակապակցություններով ու դարձվածքներով, որոնք արտացոլում են ժողովրդի հոգեկերտվածքն ու կենցաղը։ Աջարյանի այս գավառական բառարանը բարձր գնահատվեց դեռ իր ապրած ժամանակին և արժանացավ Լազարյան ճեմարանի մրցանակի։ Բառարանը լույս տեսավ 1913 թվականին Թիֆլիսում, էջերի քանակը 1441 էր, ուներ քարտեզ հայ բարբառների աշխարհագրական տեղափաշխման։ Այս բառարանը հայերեն 31 բարբառների բառականձի առավել հարուստ հավաքածուն է, կազմված է գիտական բարձր մակարդակով։ Այն ունի նաև արդիական նշանակություն, կարող է վստահելի աղբյուր ծառայել երիտասարդ բարբառագետների ու բարբառագիտական բառարաններ կազմողների համար։ Գավառական բառարանի արժեքը ավելի է կարևորվում նաև այն առումով, որ հազարավոր բարբառային ու ժողովրդախոսակցական բառեր, փրկվելով կորստից, շրջանառության մեջ են մտնում նոր բառարանագիրների կողմից, գործածվում են գրականության մեջ, ինչպես նաև մամուլում, հարստացնելով ժամանակակից հայերենի բառապաշարը, մանավանդ որ բառարանում մեծ տեղ են գտել նաև ժողովրդախոսակցական դարձվածային միավորները։ Թեև աշխատանքը միակն է և անգերազանցելի է մինչև օրս, բայց ժամանակին բառարանը քննադատվել է ոչ կատարյալ լինելու համար։ Քննադատներից մեկն էլ եղել է Հովհաննես Թումանյանը։ Այս քննադատությունը ընդունել է ինքը Աջարյանը և գրել. Գավառական բառարանը շատ թերի է, ճիշտ է, խոշոր հատոր է, բայց ընդամենը պարունակում է 30,000 բառ, իսկ իմ մոտավոր հաշվումներով մեր գավառական բառերի թիվը 100,000-ից ավելին է։ Մի քանի տարի առաջ ձեռնարկեցի ավելի լիակատար գավառական բառարան կազմելու աշխատանքին, սակայն հետո կիսատ թողեցի ավարտելու համար այժմ տպագրվող գործերս։ Աջարյանի գավառական բառարանը Էջմիածնի մատենադարանի վարիչ, վարդապետ Սահակ Ամատունու հայոց բառ ու բան բառարանի հետ մեկտեղ ներկայացնում է մեր ժողովրդական խոսվածքների, թևավոր խոսքերի ու դարձվածային միավորների իրենց ժամանակի հարստությունը։ Նշենք նաև, որ Աջարյանի գավառական բառարանը բարձր է գնահատվել նաև եվրոպացի նշանավոր հայագետների կողմից, արժանանալով նրանց մեծագույն գնահատանքին։ Գերմանացի հայագետ Կարստը գրում է. «Այս գիրքը պետք է կազմի հայ բարբառագիտության հիմնաքարը», իսկ ֆրանսիացի հայագետ պրոֆեսոր Անտուան Մեյեն գրում է. «Աշխարհում միայն մեկ անձ կա, որ կարող էր գրել այսպիսի գիրք, դա Աջարյանն է»։ Այսօր գավառական բառարանը շարունակում է մնալ անփոխարինելի աղբյուր ստուգաբանների և պատմալեզվաբանների համար։ Այն հիմք է հանդիսանում նաև համեմատական լեզվաբանության համար, քանի որ հայերենի բարբառային տվյալները հաճախ լույս են սփռում հնդեվրոպական նախալեզվի վերակազմության հարցերի վրա։ Աջարյանի աշխատանքի գիտական և գործնական արժեքն առավել ակնառու է դառնում կոնկրետ բառահոդվածների քննության միջոցով, որոնք բացահայտում են հայերենի բարբառների հարուստ պատկերավորությունը և հնագույն արմատների կենսունակությունը։ Հեղինակը մեծ վարպետությամբ է ներկայացրել յուրաքանչյուր բարբառի հնչյունական և իմաստային յուրահատկությունները։
Դիտարկենք մի քանի բնորոշ օրինակներ տարբեր բառարանային տարածքներից։ Օրինակ, ակնակապիճը Վանի բարբառում նշանակում է աչքի փոս։ Սա գրաբարյան բարի կենտանի պահված ձևն է ժողովրդական խոսվածքում, որն Աջարյանը վեր է հանում որպես լեզվական հնագույն շերտի վկայություն։ Օրինակ, լակոտ բառը մշո բարբառում գործածվում է շան ցակ իմաստով, որը հետագայում գրական հայերենում ստացել է փոխաբերական, բացասական երանգավորում։ Պոլոս բառը պոլսի բարբառում նշանակում է բարձրահասակ եւ դատարկամիտ մարդ։ Ակնաճողը ակուլիսի բարբառում նշանակում է ականջող։ Սա ցույց է տալիս բարբառի հնչյունական առանձնահատկությունը, որտեղ on վերածվել է ո-ի եւ ջ-ի հնչյունի պահպանումը։ Խորոտը Վանի եւ մշո բարբառներում նշանակում է սիրուն, գեղեցիկ։ Սա այն բացառիկ բարբառային բառերից է, որոնք հետագայում անցել են նաև գեղարվեստական գրականության մեջ։ Բերված օրինակները ճիշտ է շատ քիչ էին օրինակները, եթե հաշվի առնենք, որ 30,000 բառ է ներառել Աջարյանը, բայց այս օրինակներն էլ արդեն փաստում էին, որ գավառական բառարանը սոսկ բառերի հավաքածու չէ, այլ հայ ժողովրդի լեզվամտածողության եւ կենցաղի հանրագիտարան։ Յուրաքանչյուր բառի հետևում կանգնած է մի ամբողջ պատմական շրջան եւ աշխարհագրական միջավայր, որը Աջարյանը փրկել է մոռացությունից։ Աջարյանի այս գիրքը հրատարակվելուց հետո բարբառագիտություն առարկան որպես առանձին մասնագիտություն նախ մտել է Էջմիածնի Գևորգյան ջեմարանի բարձրագույն կուրսի դասընթացի մեջ, երբ բացվել է Երևանի պետական համալսարանը, նույնպես դարձել է հայագիտության առանձին դասընթաց։ Մտել է ուսումնական պլաններում եւ շարունակում է մնալ բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունների, բանասիրական ֆակուլտետների հիմնական դասընթացի հիմնական առարկա։ Այն մտել է նաև Ազգային ակադեմիայի գիտահետազոտական պլանների մեջ եւ Հրաչյա Աջարյանի անունը կրող լեզվի ինստիտուտում կա բարբառագիտության առանձին բաժին, որի մեկ տասնյակից անցնող գիտնականները շարունակում են իրենց մեծ ուսուցչի սիրած գործը։ Եզրակացություն։ Ամփոփելով Հրաչյա Աջարյանի գավառական բառարանի շուրջ կատարված ուսումնասիրությունը կարող ենք հանգել հետևյալ եզրակացությունների։ Առանձնացրել ենք մի քանի կետեր։ Գիտական հիմնաքարը։ Գավառական բառարանը հանդիսանում է հայ բարբառագիտության առաջին եւ ամենաընդգրկուն համակարգված աշխատությունը, որը հիմք դրեց հայերենի բարբառային բառապաշարի գիտական հավաքագրման եւ դասակարգման մեթոդաբանությանը։ Աղբյուրագիտական հենք։ Այն անփոխարինելի աղբյուր է հայոց լեզվի պատմական զարգացման փուլերը հասկանալու համար։ Բառարանում տեղ գտած բազմաթիվ միավորներ հանդիսանում են գրաբարյան եւ միջին հայերենյան շրջանի կորած կամ փոփոխված ձևերի կենտանի վկայություններ, որոնք պահպանվել են բացառապես ժողովրդական խոսվածքներում։ Ազգագրական նշանակություն։ Բառարանը դուրս է գալիս զուտ լեզվաբանական շրջանակներից, վերածվելով հայ ժողովրդի կենցաղի, հոգեկեշտվածքի եւ մշակութային ժառանգության հանրագիտարանի։ Յուրաքանչյուր բառահոդվածի միջոցով հնարավոր է վերականգնել պատմական Հայաստանի տարբեր գավառների սոցիալական եւ մշակութային պատկերը։ Կենսունակություն եւ արդիականություն։ Չնայած ստեղծումից անցել է ավելի քան մեկ դար, բայց բառարանը չի կորցրել իր արդիականությունը։ Այն շարունակում է մնալ հիմնական ուղեցույց ժամանակակից ստուգաբանների, թարգմանիչների եւ բարբառագետների համար, ովքեր զբաղվում են հայերենի բառապաշարի հարստացման եւ լեզվական քարտեզների կազմման աշխատանքներով։ Այսպիսով, Հրաչյա Աջարյանի գավառական բառարանը ոչ միայն հայագիտության մեծագույն նվաճումներից է, այլև մի կոթողային աշխատություն, որը փրկեց եւ սերունդներին փոխանցեց հայ լեզվամտածողության անգնահատելի գանձը։ Շնորհակալ եմ։ Մենք ենք շնորհակալ, Մարիամ ջան, շատ սահուն, սիրուն, ահա, տես ինչքան քեզ ծափեր են ուղարկում մեր ուսուցիչները, կեցես, հիանալի աշխատանք էր, ես չգիտեմ, կարծիքները երևի թողնենք վերջում, որ վստահ եմ երկու խոսնակներն են նույն գովեստի խոսքերն են քղել, այս պայն երևի թե հարցեր, հա, Մարիամին հնչեցնենք։ Ես ուզում եմ Մարիամին ինքս առաջին հարցը տալ, հասկանալ, թե այս աշխատանքը ինչպես ընտրվեց, հա, թեման, Մարիամ ջան, ոնց որոշեցիր, որ հենց այս աշխատանքը պիտի անես եւ ինչքանով էր հետաքրքիր, թե ձանձրալի էր, թե գուտե պիտի անեիր, էլի, հիմա անկեր գրքիկյանները ասել էր դու սենց ստիպված անում էիր։ Ուզում եմ հասկանալ, արդյոք ինչ աստիճանի էր քո ոգևորությունը, ինչ տվեց այս աշխատանքը քեզ, մի հատ պատմես մի քիչ այս ամեն ինչի մասին, հետո ուսուցիչների հարցերին պատասխանես։
Շնորհակալ եմ հարցի համար։ Նախ նշեմ, որ Աճարյանի մասին լսել եմ դեռ փոքրուց, հորաքրոջիցս, հիմա նաև արդեն ուսուցչուհուցս, եւ տանն էլ, որ ունենք գավառական բառարանը, ինձ միշտ հետաքրքրել է այս բառարանը, որը ունի արդեն 100 տարուց ավելի պատմություն, եւ երբ որ իմացա, որ մեր դպրոցում Աճարյանի գիտաժողովն է տեղի ունենալու, ընկեր Քրիստիանի հետ որոշեցինք, որ հենց այս բառարանը պետք է ուսումնասիրենք, որովհետեւ հետաքրքրությունը շատ մեծ էր։ Ձանձրանալու մասին խոսք չէր կարող լինել, որովհետև շատ հետաքրքիր էր աշխատանքը, ուսումնասիրել նման ծավալի գործը շատ դժվար էր, բայց միևնույն ժամանակ շատ հետաքրքիր։ Ու շնորհակալություն, նաև շնորհակալություն ընկեր Կրկիկյանին, որովհետև նա շատ օգնեց այս աշխատանքը ձևավորելու եւ արդյունքի հասնելու համար։ Իսկ ինչ հմտություններ կնշես, որ զարգացան այս աշխատանքը անելու արդյունքում, ինչի մեջ Օրինակ հենց բառարանի հետ աշխատելը, որովհետև ամբողջ աշխատանքի ընթացքում ուսումնասիրել եմ բառարանը, դա եւս հմտություն էր ինձ համար, նոր բառեր էի սովորել նաև բառարանից առանձնած, երբ որ ուսումնասիրում էի, հաճախ շատ հետաքրքիր ու նոր բառեր էին հանդիպում, ծանոթանում էի այդ բառերին ու շատ հետաքրքիր էր։ Շատ լավ։ Իսկ երբ որ ներկայացրիր աշխատանքը, ինչ զգացիր, այն հոգեկան բավարարվածությունից բացի, ինչ կարևոր բան զգացիր։ Որ ես իմ չափով կարողացա մեծ գիտնականի աշխատանքը, թեկուզ մի փոքր ներդրում ունենալ ու ներկայացնել մեծ գիտնականի, մեծ մարդու, մեծ լեզվաբանի աշխատանքը։ Երևի կզարմանաք, ես ապշած եմ, հենց այն էր, ինչ ես ակնկալում էի լսել։ Շնորհակալ եմ Մարիամ ջան, որտեվ ես ասենք, երբ որ երեխան նման աշխատանք անում, ես ուզում եմ հենց դրան հասնի, վերջնարդյունքը դա լինի, որ ինքը զգա, որ ինքը այդ ինչ որ, չգիտեմ, պարտք կատարեց, հա, իր այն հայ մարդու, հայի, չգիտեմ, հայ աշակերտի այս դեպքում ինչ որ մի պարտք կատարեց մեծ լեզվաբանի առաջ։ Շնորհակալ եմ քո պատասխանների համար։ Խնդրեմ, սիրելի ուսուցիչներ, ինչ հարցեր ունեք Մարիամի, ես իմ մասով իմ հարցերը տվեցի։ Տեսնենք էլ ինչ է ձեզ հետաքրքրում։ Կարծում եմ Մարիամը սիրով կպատասխանի։ Ահա, Շուշանի ջան, լսում ենք։ Շատ մեծ գոհունակությամբ ակնտրեցի, շատ սիրունիկ աղջիկ ես եւ քո արած գործն էլ շատ գովելի է, շատ սիրուն է։ Շնորհակալություն քո այս ծավալուն աշխատանքի համար եւ պատասխանատվությամբ ոչ միայն Աճարյան մեծության, այլ ամբողջ ազգի համար սա մեծ դու էլի շարունակում եք ձեր այս աշխատանքների շարքը շարունակում եք մեզ զարմացնել, հիացնել, պարտավորեցնել, որ այսպիսի երեխաների հետ պիտի պարտավորված լավ աշխատենք։ Շատ շնորհակալ եմ, ապրեք, շատ ապրես։ Ինչու՞ չէ, նաև պարտավորվենք մենք էլ մեր աշակերտների հետ այսպիսի աշխատանքներ անենք։ Այո, նախանձելի է, բարի նախանձ, ես հուզվել եմ, շատ հուզվեցի էլի։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Վիկտորիա Հովակիմյան ջան, համեցեք։ Ողջունում եմ բոլորին, սիրելի գործընկերներ, աշակերտներ, Մարիամ ջան, կեցես, հիանալի ներկայացրիր եւ լուսաբանեցիր այն տեղեկույթները Հրաչյա Աճարյանի մասին, որը հաստատ խորը մասնագիտական է հայոց լեզվի մասնագետների համար եւ ինձ համար շատ նորություններ էին եւ շնորհակալ եմ, որ դրանք բացահայտեցի ես որպես դասվար, այո, շատ այդպես խորը չեմ ուսումնասիրել եւ հենց այդ նպատակով գիտսանին էլ փորձում եմ մասնակցել եւ ձեզանից սովորել եւ դա ձեզ համար շատ մեծ պատիվ է, որ կարողանում եք ուսուցիչներին էլ լուսաբանել այն գիտելիքները, որը շատ խորը ուսումնասիրություն չեն ունեցել։ Շնորհակալ եմ Կեր Խաչատրյան այս հիանալի ծրագրի համար, որ մեզ էլ ընդգրկում եք եւ նմանատիպ լուսավոր սաների ենք մենք ականատես եւ ունկնդիր լինում։ Հրաշալի էր ամեն ինչ, տեղեկություններն էլ շատ կարևոր։ Եվ Մարիամ ջան, մի հարց ունեմ, եւ դու ուսումնասիրել ես այդ բառարանը, հանդիպած կլինես մեր 60 բարբառներից եւ դու կարողացել ես ամեն մի մարզից կամ ինչ որ կենտրոններից
ծաղկաքաղ անել եւ առանձնացնել, դա է ուզում հասկանալ, եթե դու քեզ համար առանձնացրել ես այդ վայրերից բոլոր բարբառային գոնե մի քանի բառ, Այո, որտեղ փորձել եմ հնարավորինս չափով առանձնացնել, որովհետև բարբառները շատ էին ու շատ խրտին, ու առանձնացրել էի բառեր, բացի իմ նշածներից էլի էի առանձնացրել ինձ համար, որովհետև շատ հետաքրքիր էր, շատ նոր բառեր էի հանդիպել, օրինակ այդ չէի պատկերացնում, որ նույն բառը կարող է տարբեր բարբառներում տարբեր իմաստներ ունենալ, ու հնարավորինս չափով փորձել էի առանձնացնել ու ուսումնասիրել բարբառները։ Իսկ օրինակ Գյումրու բարբառից ինչ ես դուրս բերել, որ քեզ համար շատ հետաքրքիր էր, նոր էր, հիացել ես այդ բառով, զարմացել ես, ուրախացել ես։ Օրինակ Գյումրու բարբառից ճիշտ է բառերի մեծ մասը հիմա էլ են կիրառում, ինչ որ հանդիպել էր, օրինակ առանձնացնեմ ջևիկ բառը, որը երկվորյակ է նշանակում, դա թուրքերենից է եկել ու էլի շատ հետաքրքիր է։ Մենք հիմա կիրառում ենք օրինակ այդ բառը։ Շատ լավ։ ջամուկ, ջենիկ։ Իրականում Շատ լավ։ բարբառները մեր լեզվի այն շողշողուն, հա, գոհարներն են, որոնք իրոք գեղեցկացնում են, յուրահատուկ բույր, գույն, համ ու հոտ են տալիս մեր լեզվին եւ ինչու՞ չէ նաեւ մեր գրական լեզվի սնուցող երակներն են, էլ եթե բարբառները չլինեն, մեր լեզուն անverջ չի հարստանա, այնպես որ շատ դու չես պատկերացնում, Մարիամ ջան, այսքան հաստատ արդեն պատկերացնում, ինչքան մեծ հրաշալի աշխատանք ես արել ու երանի քեզ քո ձեռքերին, քո աչքերին, որ այդ 113 տարվա հնության գիրքն ես ուսումնասիրել, այնպես որ մի քիչ ավելի մեծանալով գուցե ավելի կգնահատես այդ ամեն ինչին մի քիչ այլ աչքով էլ կնայես, ոնց որ ավելի կարժևորես էլի, թե ինչ մեծ աշխատանք ես դու արել, թե այսօր նաև դու ինչ մեծ գործ ես անում այդ ամեն ինչը նաև մեզ փոխանցելով։ Տիկին Ռուզաննա ջան, խնդրեմ։ Բարի երեկո, շնորհակալ եմ։ Սիրուն ջան, իհարկե միանշանակ ակնածանքս, հիացմունքս, օրհնված լինես, իսկական Մարիամ, եւ այս ամբողջ ընթացքում ես հիացմունքով լսում էի, ես այդ ժամանակին ունեցել եմ մի տաղանդավոր աշակերտ, որը բառախաղի եւ բառերի կախարդ էր, բառի ուղիղ իմաստով եւ 5-րդ դասարանից նա մինչև 12-րդ դասարան մի գիրք գրեց, մի բառի սկսեց ուղղագրություն բաժնից եւ դա դարձրեց հեքիաթների, առակների մի հետաքրքիր զրուցարան։ Ցավոք ինքը այստեղ չէ եւ ես կապը կորցրել եմ, բայց կուզեի, որ դու այդ կախարդական աշխարհը, որ մտել ես, որպես հեքիաթի մի փերի, այդ ոսկյա բանալիով բացես մեր բառագանձի կախարդական դուռը եւ ինքդ դառնաս Աճարյանի արժանավոր հետևորդը, քո մեջ ես արդեն տեսնում եմ այդ տաղանդավոր հետևորդին, այնպես որ օրհնություն քեզ եւ ինձ էլ, ինչպես մեր հարգելի Խաչատրյանին հետաքրքիր է, որ բառներ, որ հոգուդ հետ խոսեց, որովհետեւ այդպես է, չէ՞, մեր աշակերտության տարիներից, մեր կարդացած գրքերից կամ տատի պապերի օրհնություններից ինչ որ մի բառ մեզ համար դառնում է ուղեցույց, ակունք, կա այդպիսի մի բառ, թե դեռ կգտնես։ Ես առանձնացնեմ հայոց լեզուն, որովհետև դա ոչ միայն բառ է, այլ նաև կենսակերպ է, ամեն օր պարապում եմ, ուսումնասիրում եմ հայոց լեզուն եւ առանց հայոց լեզվի եւ հայերենի չեմ պատկերացնում իմ կյանքը։ Օրհնված լինես։ Բան չի տնտեսագիտականով կնում, որ չես պատկերացնում, հա։ Չլսեցինք։ Ինչ եք ասում, Լալա ջան։ Տնտեսագիտության ոլորտով կնում է, բա որ չեք պատկերացնում առանց հայոց լեզվի։ Մենք ձեր ձայնը չենք լսում։ Չի լսվում ձայնս։ Ինչ ուղղությամբ բաբա գնում, մենք կարծում ենք լեզվաբանության, բայց լեզուն ու մաթեմատիկան իմիջիայլոց շատ կապված են իրար հետ։ Փայլուն լեզվաբանները լավ մաթեմատիկոսներ են։ Այնպես որ իրարից հեռու չեն։
Ինչ էլ որ ընտրես, մեկ է լեզուն քեզ ուղղորդելու է, առաջնորդելու է։ Ապրես։ Շնորհակալ։ Շատ լավ, Քրիստինե ջան, լսենք։ Բարև ձեզ Տիկին Խաչատրյան ջան, բարև ձեզ սիրելի ուսուցիչներ, Մարիամ ջան, ես ինչքան չքնաղ ես, դու ես ինձ սիրուն ես, և նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել քեզ այս հրաշք աշխատանքի, այս հսկայածավալ կատարած աշխատանքի համար, և ուզում եմ մի հարց տալ քեզ, Մարիամ ջան, ես իմ կյանքում դեռ չեմ տեսել մի գյումրեցի, որ իր բարբառով չխոսի, ինչ ես զգում դու, երբ որ խոսում ես քո բարբառով, և ինչ ես զգում դու, երբ որ խոսում ես գրական հայերենով։ Եվ ըստ քեզ, բարբառը ինչ նշանակություն ունի մարդու կյանքում, հատկապես գյումրեցիներիդ, որովհետև դուք բարբառը չեք թողնում, իհարկե ես շատ սիրում եմ ձեր բարբառը։ Ինչքան էլ որ փորձենք խոսել գրական հայերենով, միևնույն է հատկապես Հիմա գյումրեցիների դու ինձ բարբառը միշտ կարող ես ձեր տարբերվում է։ բարբառով պատասխանել։ Հիմա դու ինձ ձեր բարբառով պատասխանի, եթե կարելի է։ Որտեվ ես գիտեմ, որ դուք չեք քաշվում, հանգիստ ազատ խոսում եք, հանգիստ խոսի քո բարբառով։ Հա, ուրեմն եթե խոսամ Գյումրվա բարբառով, ուրեմն կսեմ, որ եթե խոսամ Գյումրվա բարբառով ավելի հանգիստ կխոսամ, ավելի հեշտ կխոսամ ու անկաշկանդ ու գրական հայերենով ինչքան էլ փորձեն գյումրեցիները խոսալ, միևնույն է հաստատ կտարբերվի Գյումրվա բարբառը մնացած բոլոր սախտ բարբառներից։ Շատ լավ, եւ մի բան էլ ասեմ, ես որ նոր էի շփվում գյումրեցիների հետ, ինձ թվում էր իրենք իդեալական անգլերեն գիտեն, որովհետեւ իրենց հետ արտասահմանությունը բան ամեն դեպքում ոնց որ լեզուն կլորանում է, հետո հասկացա, չէ, դա Գյումրու акցենտն է, առոգանությունը։ Ես էլ ծնունդով Գեղարքունիքի մարզից եմ, մենք էլ ունենք բարբառ եւ շատ սիրում եմ իմ բարբառը, իհարկե ժամանակի ընթացքում մոռացել եմ, չեմ խոսել, բայց եթե պետք լինի, մեծ սիրով նորից կօգտագործեմ իմ բարբառը եւ այդտեղ դու նաեւ կենտրոնական վարժարանի մասին խոսեցիր, ես շուտով կլինեմ նաեւ Ստամբուլում կտեսնեմ, եթե ինչ որ բան կարողանամ բերել, թեկուզ հուշանվեր, ես անպայման կբերեմ եւ կփոխանցեմ ձեզ, թեկուզ Տիկին Խաչատրյանի միջոցով։ Դա կլինի նվերներից մեկը։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Ես նույնպես շնորհակալ եմ, Մարիամ ջան։ Քրիստինե ջան, շատ շնորհակալ։ Ես անպայման կբերեմ։ Ես կփորձեմ, դե գնում եմ Ստամբուլ, բան Կոստանդնուպոլիս, մեր Պոլսահայ գրական խոշոր կենտրոն, լինելու ենք պատմամշակութային վայրերում, որքան ուժս կների եւ բոլորիդ մեկ առ մեկ նվերներ կբերեմ։ Թեկուզ փոքրիկ հուշանվերներ։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Մենք էլ։ Ահա, տեսեք ինչ լավ բան եղավ, Մարիամ ջան, ապրես, դու չլինեիր, մենք նվեր ստացողը չէինք։ Շատ լավ, շնորհակալություն Մարիամ ջան, շատ ապրես, անցնենք արդեն, եթե այլ հարցեր չունենք, անցնենք մեր մյուս խոսնակին, երկար չսպասեցնենք Ռիփսիմե ջան, ուր ես։ Սիրով խոսքը փոխանցենք քեզ, տեսնենք դու ինչ հետաքրքիր բան ես մեզ ներկայացնում։ Մեկ վայրկյան էկրանը կիսեմ։ Երևում է ձեզ մոտ։ Այո։ Շատ լավ, Գիտսան գիտուս կրթական կազմակերպության ներկայացուցիչներ, սիրելի ուսուցիչներ, սիրելի ունկնդիրներ, ողջունում եմ ձեզ։ Ես Սադուրյան Ռիփսիմեն եմ, սովորում եմ Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի արդեն 12-րդ դասարանում եւ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեծանուն լեզվաբանի աշխարհահռչակ ժառանգության մի մասնիկին անդրադարձ կատարելու հնարավորության համար։ Խոսեմ իմ ընտրված թեմայի մասին, Հրաչյա Աջարյանի պատմահամատական լեզվաբանության մեթոդաբանությունը հայոց լեզվի բառագիտության համատեքստում։ Իմ նախագծի, իմ աշխատության գիտական ղեկավարն է բանասիրական գիտությունների թեկնածու Լալա Հովհաննեսի Գրքիկյանը։ Ճիշտն ասած, ուսուցչիս ուղղված խոսքը պատրաստել էի վերջում, բայց քանի որ ժամանակի սղության խնդիր ունենք, կցանկանամ սկսել նրանով, թե ինչ պիտի ասեի վերջում, ապա արդեն անդրադառնամ իմ աշխատությանը, այսպես ասած։
Գիտենք, որ Հրաչյա Հաճարյանը ինչ կարգի, ինչ մեծ լեզվաբան եղավ, մեկ է վերջում, միջև վերջ պահեց իր մեծ հարգանքը եւ իր մեծ խոնարհում ուսուցչի հանդեպ եւ ես ուզում եմ ասել, որ սա մեծ ոգեշնչում է այսօր էլ մեզ համար։ Եվ իմ ուսուցիչը ոչ միայն սովորեցնում է հայոց լեզու, ոչ միայն սովորեցնում է հնչյունաբանություն, շարահյուսություն, այլ մեզ ցույց է տալիս, որ յուրաքանչյուր գիտնական իր ամբողջ հաջողություններին հասել է իր կարգապահության եւ իր պատասխանատվության արդյունքում եւ ինքն էլ իր օրինակով կատարելագործում է այս ամենը ու շնորհակալական խոսքս այժմ հղեմ եւ անցնենք երևի արդեն թեմայի քննարկմանը հասկանանք թե որն է զեկուցման նպատակը եւ արդիականությունը Այսօրվա աշխատության ընթացքում կներկայացնեմ Հրաչյա Հաճարյանի պատմահամատական լեզվաբանության մեթոդաբանության յուրահատկությունները հայոց լեզվի բառագիտության համատեքստում։ Կվերլուծենք գիտնականի լեզվաբանական հայացքները, կհասկանանք, թե որտեղից են գալիս այդ հայացքների ակունքները եւ կհասկանանք, թե ինչ մեծ ներդրում ունի Հրաչյա Հաճարյանը հայագիտության համատեքստում։ Եվ անդրադառնամ արդիականությանը, այսօր երբ լեզուները շատ արագ միասին փոխհաստատության մեջ են մտնում, քանի որ գլոբալիզացիան եւ ընդհանրապես տեխնոլոգիաները շատ արագ առաջընթաց են ապրում եւ մեր այսօրվա վեբինարն էլ դրա օրինակներից մեկն է, մենք պետք է հիշենք Հրաչյա Հաճարյանի պահանջը։ Եթե օտար բառը կարելի է թարգմանել հայերեն համարժեքով, ապա դա պարտադիր է։ Այսօր մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ գալիս են լեզուներ, որոնք փորձում են փոխարինել մեր սեփականին, սակայն պետք է հիշենք, որ լեզուն թերևս ամենագեղեցիկ բանն է, որ մենք ունենք այսօր, եւ թեման արդիական է նրանով, որ այս ուղերձը պետք է դառնա մեր պետական լեզվական քաղաքականության հիմքը։ Բացի սրանից նշեմ, որ ինչպես ասում է ակադեմիկոս Էդուարդ Աղայանը, Հրաչյա Հաճարյանը մեր ժամանակի ամենաբեղմնավոր եւ ամենամեծ հայագետ լեզվաբանն է, որի բազմաթիվ գիտական աշխատություններից յուրաքանչյուրը մի կոթող է հայոց լեզվի ուսումնասիրության բնագավառում։ Ճիշտ է, 150 տարի է անցել մեծանուն լեզվաբանի ծնունդից, սակայն այսօր էլ նրա այս աշխատությունը եւ առհասարակ բոլոր աշխատությունները մեզ համար կարևոր դեր ունեն հայոց լեզվի ուսումնասիրության բնագավառում։ Այսօրվա իմ խոսվելիք թեման է լիակատար քերականություն հայոց լեզվի աշխատությունը, որը գրվել է Հրաչյա Հաճարյանի մահից մի քանի օր առաջ եւ ինքնին ամփոփում է Հաճարյանի ամբողջ կյանքը։ Ինչպես գիտենք, Հրաչյա Հաճարյանը տիրապետել է 18 լեզվի եւ ուսումնասիրել է 562-ը։ Հայերենի քերականական իրողությունները համեմատել է դրանց հետ եւ ստեղծել է նախադեպը չունեցող հանրագիտարանային աշխատություն։ Նշենք, որ այն 10-հատորյակ է եւ անդրադառնում է հայոց լեզվին եւ շարադասության եւ բառագիտության եւ հնչյունաբանության ոլորտներում, սակայն այսօր հատկապես կկենտրոնանանք բառագիտության վրա։ Նշենք, որ Հրաչյա Հաճարյանի այս աշխատությունը ոչ միայն ճանաչում է գտել հայ, այլ նաեւ ճանաչում է գտել համաշխարհային լեզվաբանության մեջ։ Յուրաքանչյուր, ինչպես նշեցի, յուրաքանչյուր մարդու կյանքում իր ուսուցիչները շատ մեծ դեր են խաղում եւ եկեք հասկանանք, թե որտեղից է գալիս Հաճարյանի այս ազդեցությունը, որտեղից է նա ազդվել, որ ստեղծել է այս 10-հատորյակը։ Հրաչյա Հաճարյանի գիտական աշխարհայացքը ձևավորվել է դեռևս 19-րդ դարի սկզբին եւ 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին երբ Եվրոպան լեզվաբանական զարթոնքի շրջանում էր։ Հրաչյա Հաճարյանը եղել է Անտուան Մեյի, ֆրանսիացի հայտնի լեզվաբան Անտուան Մեյի եւ գերմանացի հայագետ Հայնրիխ Հյուբշմանի աշակերտը, ինչն էլ իր վրա մեծ ազդեցություն է թողել։ Նշենք, որ նա սովորել է Սորբոնի եւ Ստրասբուրգի համալսարաններում, Փարիզում, եւ այս կրթությունը, որը նա ստացել էր, պատկանում էր լեզվաբանության սոցիոլոգիական ուղղությանը, այսինքն այս պարագայում լեզվաբանները հատկապես շեշտադրում են լեզվի սոցիալական բնույթը, նրա դերը առհասարակ մարդու կյանքում, մարդկանց կյանքում, պատմական զարգացումը կարևորում են, թե ինչ փուլեր է անցել լեզուն եւ ինչ զարգացում է ապրել, այսպիսով Հաճարյանը այստեղից վերցնում է այս էվոլյուցիոնիստական մոտեցումը եւ ապա իր վրա շատ մեծ դեր է թողում Հայնրիխ Հյուբշմանը, մեծ հայագետը, ով 1875 թվականին իր հիմնարար աշխատությամբ
հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների մեջ։ Ապացուցում է, որ հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի ինքնուրույն ճյուղ է, եւ սա էլ մեծ հենք է հանդիսանում Հրաչյա Հաճարյանի համար, որպեսզի նա ստեղծի իր այս համակարգային եւ համապարփակ վերլուծությունը։ Այսինքն, ինչ ունենք այստեղ, Հրաչյա Հաճարյանը տիրապետում է 18 լեզվի, կարողանում է հայերենը համեմատել 562-ի հետ, իսկ իր համար մեծ հենք են հանդիսանում իր փարիզյան կրթությունը, որը հիմնականում կարևորում էր լեզուն սոցիումում, հասարակության մեջ եւ գիտի, որ հայերենը եվրոպական լեզվաընտանիքի ինքնուրույն ճյուղ է։ Այսպիսով Հրաչյա Հաճարյանը հանձն է առնում ստեղծել մի աշխատություն, որը երկար կհիշվի եւ այժմ էլ ցանկանում եմ արդեն անդրադառնանք հիմնական լիակատար քերականությանը եւ ինչ է այն իրենից ներկայացնում։ Լիակատար քերականություն հայոց լեզվի։ Ինչպես նշում է Գառնիկ Ստեփանյանը, նա բնութագրում է Հրաչյա Հաճարյանին ասելով, որ նա վերին աստիճանի բարի, հոգատար մարդամոտ անձնավորություն էր, ուներ երեխայի պարզամտություն, անմիջականություն, դյուրահաղորդ էր բոլորին, դյուրազգաց էր, հուզվում էր որևէ դժբախտ պատահարի մասին լսելիս։ Եվ նա ասում է, որ այս իր պարզությունը արտացոլվում է ոչ միայն իր կյանքում, իր խոսքում, այլ նաև երևում է իր աշխատությունների մեջ։ Եվ սրա վկան է նրա լիակատար քերականությունը, որը կարդացում է գեղարվեստական երգի հաճույքով։ Եվ նշեմ նաև, թե ինչ յուրահատկություն ունի լիակատար քերականությունն իր մեջ, այն նաև անդրադառնում է բարբառներին եւ ոչ միայն, այսինքն ուսումնասիրում է պատմական զարգացումը գրական հայերենի, այլ նաև ուսումնասիրում է բարբառների ոլորտում։ Ուրեմն Հրաչյա Հաճարյանը ստեղծում է լիակատար քերականություն հայոց լեզվի եւ սրա մեջ առաջին հենց ներածության մեջ նշում է, որ աշխարհում չկա կատարյալ լեզու։ Յուրաքանչյուր լեզու զարգացած է այնքանով, որքանով զարգացած է տվյալ ժողովրդի մտածողությունը։ Եվ առանձնացնում է մի քանի խոչընդոտներ, որոնք իրապես խանգարում են, որպեսզի լեզուն դառնա կատարյալ։ Հետևյալ խոչընդոտներն է առանձնացնում Հրաչյա Հաճարյանը, սեռի կարգը, նշում է, որ ֆրանսերենում, գերմաներենում եւ ռուսերենում արտահայտված է սեռի կարգը, տոնային իմաստը խանգարում է չինարենում, բարդոլովումները տեղ են գտել հայերենում, ռուսերենում, անկանոն շեշտը տեղ է գտել անգլերենում, անկանոն բայերը անգլերենում եւ պարսկերենում։ Սրանք Հաճարյանը համարում է էվոլյուցիոն բեռ եւ համարում են լեզվի զարգացման արգելակներ։ Այսինքն, երբ որ սրանք կան, լեզուն էապես ավելի կատարյալ չէ եւ ունի որոշակի ուրեմն բեռեր։ Առաջին հարցը, որ անդրադառնում է Հաճարյանը, խոսում է լեզվի հստակության մասին։ Ըստ Հաճարյանի, հստակությունը հեղինակի մտքի ճիշտ արտահայտման մեջ է, առանց երկվության։ Եվ պարզությունը պայմանավորված է քերականությամբ, համաձայնությամբ եւ շարադասությամբ։ Նա այս պարագայում պարզ է համարում անգլերենի եւ պարսկերենի քերականությունը, իսկ բարդ հունարենի, լատիներենի եւ գրաբարի։ Խոսեցինք լեզվի մաքրության մասին եւ Հաճարյանը այս հարցը համարում է կարևորագույնը թերևս իր աշխատության մեջ, անդրադառնալով բառագիտությանը։ Ինչպես արդեն նշեցի, Հաճարյանի պահանջն է, եթե օտար բառը կարելի է թարգմանել հայերեն համարժեքով, ապա դա պարտադիր է։ Սակայն այստեղ նշեմ նաև, որ մենք չենք ցկտում չափազանցության եւ մենք չենք ցկտում պուրիզմի, այսինքն չենք կարող լեզուն ամբողջովին մաքրել, եթե փորձենք կապել արևմտահայերենի հետ, արևմտահայերենը ել ավելի շատ համարժեքներ է ստեղծում, որպեսզի կարողանա պահել անաղարտ հայերենը, իսկ այս բaragայում հայերենը էլահայերենը այդքան էլ չի հասնում արևմտահայերենի բառեր ստեղծելուն, սակայն չմոռանանք, որ այս փոխարյալ բառերը նույնպես կարևոր են լեզվի հարստացման մեջ եւ նա նշում է, որ կան բառեր, որոնք իրոք անփոխարինելի են եւ դրանք տեղ են գտնում ժամանակակից հայերենում դառնալով փոխառություններ, ինչպես օրինակ ռեկտոր, ինչպես օրինակ էլեկտրաէներգիա եւ այլն։ Այստեղ կարող ենք տեսնել լեզվի հարստության խնդրի վերաբերյալ ուրեմն թեման։ Տեսնում ենք այս պատկերը, որտեղ Հաճարյանը համեմատում է իր ժամանակաշրջանի բառարանների հիման վրա տվյալները եւ ի տարբերություն տարածված պատկերացումների, որ որքան հարուստ է բառապաշարը, որքան շատ են բառերը, ապա
այդքան հարուստ է լեզուն, առարկում է սրան, այս առումով համեմատել է հետևյալ բառերը եւ եկել հետևյալ եզրահանգմանը, որ բառերի սոսկ քանակը չի կազմում լեզվի հարստությունը։ Այսինքն միայն ասելով, որ մենք ունենք շատ բառեր եւ մեր լեզուն հարուստ է, դա ըստ Աճարյանի սխալ պնդում է։ Այստեղ նա օրինակ է բերում արաբերենը, որտեղ խմել բառը ունի շուրջ 153 իմաստ, ինչպես օրինակ ջուր խմել, կաթ խմել, գինի խմել, թեյ խմել եւ այսպես շարունակ։ Աճարյանը սա հարստություն չի համարում, քանի որ սա երևութային, սա բառային ծարաբեռնվածություն է, այսինքն շատ են բառերը եւ սրա վերաբերյալ իր հստակ կարծիքը ձևավորվում է հետեւյալ կերպ։ Բառերի սոսկ քանակը չի կազմում լեզվի հարստությունը։ Կարևորն այն է, որ դրա հետ միաժամանակ լեզուն գիտնականների եւ գրականագետների միացյալ աշխատանքով ճշտված լինի յուրաքանչյուր բառի նշանակությունը, նրա գործածությունը, տեղն ու ձևը, որոշված լինի թե մշակված ուրիշ լեզուների բառերի դեմ ինչ-ինչ համապատասխան ձևեր է հատկացնել կամ եթե չի եղել հորինել։ Փույթ չէ, թե այդ բացատրությունը մի բառից բաղկացած լինի, թե մի երկու բառից։ Շարունակելով այս միտքը, Աճարյանը նշում է, որ լեզուն անընդհատ զարգանում է, եւ մենք գիտենք, որ լեզուն անընդհատ զարգացող եւ կենդանի օրգանիզմ է, ուստի լեզվից լեզու բառեր են մտնում տնտեսության, քաղաքական որոշակի առումով եւ սրանք եւ զարգացմանը սրանք առաջացած բառեր են, որոնք տեղ են գտնում, այսինքն բառաքանակի մեջ եւ լեզուն չի կարող այս բառերը չվերցնել, քանի որ ինչպես նախկինում նշեցի, բառերը շատ կարեւոր փոխարյալ բառերը շատ կարեւոր դեր ունեն լեզվի զարգացման գործում։ Ինչը վերաբերում է լեզվի ճոխությանը եւ գեղեցկությանը, Աճարյանը լեզվի ճոխությունը տեսնում է քերականական ձևերի առատության մեջ։ Չինարենի մասին խոսելիս նա նշում է, որ չինարենը շատ պարզունակ լեզու է, չունի հոլովումներ, չունի խոնարհումներ եւ այսպեսով նրան տալիս է առավել պակաս ճոխություն։ Գրաբարը համարում է միջին, քանի որ գրաբարն ուներ 8 լուծորդություն, բազմաթիվ հոլովումներ եւ առավել ճոխ համարում է սանսկրիտը, ծայրահեղ ճոխ, որն ուներ 10 խոնարհման ձև, եւ Աճարյանը համարում է, որ ինքնին սա այդքան էլ գեղեցկության հատկանիշ չէ, սա կարող է հակադրվել լեզվի պարզությանը եւ միօրինակությանը, ինչը ինքնին ծանրաբեռնում է լեզուն, այսինքն կարող ենք ասել, որ ըստ Աճարյանի ճոխությունը ծանրաբեռնում է լեզուն։ Խոսեցինք լեզվի գեղեցկության մասին, եւ ի վերջո որն է լեզվի գեղեցկությունը։ Նշենք, որ յուրաքանչյուրի համար, ինչպես կյանքում է գեղեցիկը անհատական մոտեցում, այդպես էլ լեզվում է եւ դա կարող ենք համեմատել ինչպես օրինակ արևելյան եւ արևմտյան ժողովուրդների հետ, արևելյան ժողովուրդների համար գեղեցիկ են վառ ու պայծառ գույները, արևմտյանների համար մեղմ գույները։ Սա արտահայտվում է լեզվում, սա արտահայտվում է լեզվի ներդաշնակության մեջ։ Ըստ Աճարյանի, ներդաշնակությունը մեծ մասամբ կապված է դյուրալուր, դյուրահնչյուն լինելու հետ։ Դյուրահնչյուն են այն բառերը, որոնք բաղաձայնների խճողում չեն ներկայացնում, այլ ձայնավորների որոշ քանակությամբ բարեխառնված է։ Աճարյանի հաշվումներով ամենաներդաշնակ լեզուներն են ճապոներենն ու իտալերենը, ապա ֆրանսերենն ու հին հունարենը։ Ինչը վերաբերում է հայերենին, հայերենում ձայնավոր բաղաձայն հարաբերակցությունը 5:1 է, այսինքն 30 բաղաձայն 6 ձայնավորի դիմաց։ Այս բառագայում նշում է, որ հայերենը ինքնին դժվարալուր է ականջի համար, բայց այստեղ այս կուտակումը առավել թեթևացնում է գաղտնավանկի այդ ձայնավորը, որը հնչելով վանկերի վերջում կարողանում է թեթևացնել բաղաձայնների կուտակումները, ինչի շնորհիվ լեզուն դառնում է երաժշտական եւ քաղցրալուր։ Խոսելով այս ամենի մասին, վերջում խոսեմ լեզուների ցեղակցության եւ դասակարգման մասին, ինչը կարող ենք ասել, որ նաեւ հիմք է հանդիսացել Հրաչյա Աճարյանի այս աշխատության համար։ Լիակատար քերականություն հայոց լեզվի աշխատության ներածության երկրորդ մասում Աճարյանը գրում է. ցեղակից են կոչվում այն լեզուները, որոնք միևնույն ծագումն ունեն։ Միևնույն ծագում ունեցող լեզվախումբը կոչվում է ընտանիք։ Եվ ամեն մի լեզվի լեզուներն առաջացել են մի ընդհանուր մայր լեզվից, առաջացնելով զավակ կամ քույր լեզուներ։ Հայերենի մայր լեզուն հնեվրոպականն է, որի զավակներն են հայերենը, հունարենը, պարսկերենը, սլավոներենը, ռոմանական լեզուները եւ այլն։
Այստեղ Աճարյանը հետևում է Կրենցի ծագումնաբանությանը եւ աշխարհի 2000 լեզուները դասակարգում է ընդամենը 17 ընտանիքների մեջ, որոնցից ամենամեծը հնդեվրոպականն է 11 ճյուղով։ Այստեղ Հայաստանը հայերենը կազմում է առանձին ինքնուրույն ճյուղ, որով կարող ենք հետևյալ պատկերում տեսնել նաեւ այդ դասակարգումը ըստ հնդեվրոպական, այսինքն լեզուների ծագումը։ Այսպիսով, եթե փորձենք ամփոփել ինչ է իրենից ներկայացնում լիակատար քերականություն հայոց լեզվի աշխատությունը, սա եզակի երևույթ է համաշխարհային լեզվաբանության մեջ։ Սրա նպատակն էր դարձնել այլ լեզուների հետ, սրա նպատակն էր հայերենը դարձնել այլ լեզուների քերականական իրողությունների բացահայտման բանալի։ Եվ կարող ենք ասել, որ իրոք Աճարյանը հասավ իր ուզածին։ Աճարյանը խոսեց ճոխության, գեղեցկության, ներդաշնակության մասին, սրանք ստեղծվել են 19-րդ և 20-րդ դարի սահմանագծին, սակայն ոչ միայն ճշմարիտ են մնացել, այլև իրենց ամբողջ ուժով հաստատվել են հետագա բառարաններում։ 56,000 բառից մենք այսօր հասել ենք 25,000 բառի, սակայն Աճարյանն արդեն գիտեր, որ հարստությունը ոչ թե քանակի, այլ ճշտության և կենդանիության մեջ է։ Ուստի ևս մեկ անգամ հիշելով անվանի լեզվաբանին, ում 150-ամյակը նշեցինք այս տարի, հասկանանք, որ լեզուն պարզապես բառեր չեն։ Լեզուն դա կենդանի օրգանիզմ է, որը շարունակ պահանջում է խնամք, և կկրկնվեմ ասելով, որ մեր լեզուն, մեր ունեցած թերևս ամենագեղեցիկ բանն է։ Ուստի մենք պետք է պահպանենք մեր լեզուն և հատկապես այս ժամանակաշրջանում լեզուն պահելը կարևոր առաքելություն է։ Քանի ապրում է մարդկությունը, կապրի լեզուն ուսումնասիրող գիտությունը։ Քանի ապրում է լեզվաբանությունը, կապրի հայրենագիտությունը։ Քանի ապրում է հայրենագիտությունը, կապրի Հրաչյա Աճարյանը։ Այստեղ կարող ենք տեսնել Հրաչյա Աճարյանին իր աշակերտի հետ եւ վերջում արդեն խոսքսեր, որով սկսեցի իմ ներկայացումը։ QR կոդով կարող եք տեսնել աշխատության PDF տարբերակը, որը իհարկե ավելի ծավալուն է, որում նաև կգտնեք այլ գուցե տեղեկություններ, որոնք չասվեցին վեբինարի ընթացքում։ Եվ ի վերջո Հրաչյա Աճարյանը ապրեց կոչվում է Արամ, դու Պաղադրյալ Ստորոկյան ես։ Որ փոխում եք շրջում Ռիփսիմե ջան։ Ահա, ես անջատեցի, խնդրում եմ դու քոնը միացնես, լավ։ Ռիփսիմե, քո բարձրախոսը միացրու, Ռիփսիմե ջան։ Ահա, դե հիմա խոսիչ։ Ի վերջո Հրաչյա Աճարյանը ապրեց 77 տարի, ապրեց զարմանալով և զարմացնելով, մանկան պես պարզ ու անխարտեղ, իմաստունի պես լրջմիտ ու պարտաճանաչ։ Շնորհակալ եմ ուշադրության համար, շնորհակալ եմ լսելու համար և վերջում օգտագործված գրականության ցանկը։ Ես ինչքան բան ես ուսումնասիրել, Ռիփսիմե ջան, երբ ես այսքան է հասցրել։ Չգիտեմ, ընկերներ ջան, մենք ամեն օր սենց հիանում ենք, սրա վերջը ինչ է լինելու, ես չգիտեմ, բայց շատ կեց ես իմ աղջիկ, դու էլ մեզ հիացիր իրոք, թե քո խոսքով, կառուցիկ, տրամաբանված, շատ սիրուն խոսքով զգացվեց ամբողջ ելույթի ընթացքում սերն ու պատկառանքը մեծ լեզվաբանի, մեծ հայի, մեծ գիտնականի, մեծ ուսուցչի առջև։ Ես անձամբ հասկացա, թե դու ինչքան սիրով ես աշխատել, ինչքան մանրակրկիտ ես ուսումնասիրել, եւ դա ոչ թե ընդհանրապես աշխատանք է, որը դու արել ես, կամ որը ուղղակի ներկայացրիր, դա քո մեջ կա, արդեն այս աշխատանքը քո մեջ նստած է։ Դու ինչ որ ասում էիր, դու այդ ամեն ինչը գիտակցում, հասկանում եւ քոնը դարձած քո սրտի խորքից բխեցնելով էիր մեզ փոխանցում։ Շատ շնորհակալություն քեզ եւ էլի բնականաբար Իգետ Գզգիտյանին, որ այսքան ձեր մեջ սեր է վառել, բոցավառել մեր լեզվի հանդեպ եւ կարծում եմ, որ այս աշխատանքը քեզ հաստատ տվել է Աճարյան Միսուցկին նաեւ,
եւ Ակարյանի կերպարից հաստատ շատ բան վերցրել ես քեզ համար ու ինքը կդառնա շատ ճիշտ ուղեկից ամբողջ կյանքում։ Եթե դու այսօր քո շուրթերից հնչեցնում ես սիրենք մեր լեզուն, պահենք անաղատ, պահենք։ Ես վստահ եմ դու ուր գնաս դա ասելու ես։ Բայց ես բան չեմ ուզում ինքս իմ հարցերը տալ, ուզում եմ առայժմ լսարանին լսել, որտեղ գուցե այն ինչ որ ես ուզում եմ հարցնել մեր ուսուցիչներն են հարցնել, անընդհատ ես կկանխեմ մյուսների հարցերը, եթե իմ հոգու մտքի հարցը չտան, ես անպայման վերջում իմ հարցը քեզ կուղեմ։ Արեգ Մելքումյան ջան, լսում եմ։ Շնորհակալ եմ, ընկեր Խաչատրյան։ Ես այսպես կողքից լսում էի, բայց այնքան հետաքրքիր էր թեման, վազելով անընդհատ գալիս է այստեղ լսում երեխաներին։ Այստեղ ոչ թե թեմայի հետ կապված, այլ ես այս երեխաների իսկապես եւ համարձակությամբ եմ հիանում այդ համարձակությունը վերցնել այսպիսի լավ թեմա, խորքային թեմա, մինչև վերջ տանել եւ ներկայացնել, չգիտեմ, ձեր տարիքում ես հաստատ չէի ունենա այս համարձակությունը, ապրեք երեխեք ջան, հիանում եմ ձեզնով, ու գիտեք ինչ եմ ուզում ասել, իրականում երբ որ գնում ենք կյանք, մեծերի կյանք, այսպես ասեմ, ամեն ինչ չէ, որ հեշտ է լինում, չթողնեք ձեզ երբեք կոտրեն, այս համարձակությունը, որ հիմա ունեք, այս քանի օրը ես լսում եմ այս վեբինարների շարք Հաճարյանի հետ կապված ու շատ լուրջ մեծական թեմաներ են ու մեծավարի այսպես խորքային ներկայացնում եք, հիանում եմ ձեր համարձակությամբ ու չթողնեք ձեզ երբեք կոտրեն, ձեր թևերը չթողնեք կոտրեն, որ գաք մեծերի աշխարհ, ապրեք, էլի եմ ասում, ես հիմա էլ օրինակ այս տարիքիս լսարան երբ որ տեսնում եմ մի քիչ լարվածություն եմ զգում, բայց ձեզ մոտ դա եթե կա էլ չի նկատվում ու դա էլ է հմտություն, կեցեք երեխեք ջան, ապրեք, սա է ուզում ասեմ ընկեր Խաչատրյան։ Արեգ ջան, ճիշտն ասած քո այս խոսքը ինձ հուշեց, որ ես պիտի անպայման այս պահին ֆիքսեմ, որ մենք գիտսանով հասանք մեր նպատակներից մեկին, այսինքն գիտսանը ստեղծելու շարժառիթը եղավ այն, երբ որ ես տեսնում էի, որ ասենք հեռուստատեսության ինչ-որ հաղորդում ես նայում, մենք ռուս երեխաներին կամ չգիտեմ ինչ որ մի այլազգի, հա, բարձրախոսը մոտեցնում է հաղորդավարը դրսում ինչ որ հարց է տալիս, շատ համարձակ, շատ sense անկաշկանդ իրենք խոսում են։ Մեկ էլ տեսնում ես մեր հայ երեխեքին բարձրախոսը մոտեցնում են, քաշվում են մի կողմ, ինչ որ այդ համարձակությունը, կաշկանդված անկաշկանդությունը քիչ է մեր երեխեքի մոտ։ Ու հենց նպատակներից մեկը դա էր, դա զարգացնել, նպաստել, որ մեր երեխեքը կարողանան լսարանի առջև իսկապես այսպես վստահաբար ելույթ ունենալ, այնպես որ մենք հասել ենք մեր նպատակներից մեկին։ Քրիստինե ջան, համեցեք։ Շնորհակալ եմ Տիկին Խաչատրյան ջան, ես ուզում եմ շարունակել եւ ձեր եւ մեր արևի խոսքը, հետո կանդրադառնամ Ռուբսիմեին, այո, շնորհակալ եմ Գիտսանին, որ հնարավորություն է տալիս երեխաներին ազատվել իրենց բոլոր բարդույթներից, բոլոր կոմպլեքսներից եւ ես այստեղ նաեւ տեսնում եմ մեր չափորոշիչներով սահմանված կրթնոր կրթության տեսակը, կարողունակահեն կրթություն, որը բոլոր ժամանակներում ամենակարևորն է, ակադեմիական գիտելիք ունենալ դեռ չի նշանակում կարողանալ այս կյանքում ապրել եւ ձևավորվել որպես անհատ։ Ռիփսիմե ջան, շնորհավորում եմ, եւս մի ճգնաղ աղջնակ, եւս մի հսկայական աշխատանք, ես ուշի ուշով լսել եմ ու ինձ համար նոր բաներ եմ բացահայտել, ես հիշում եմ համալսարանում ես ինքս լեզվաբանություն շատ եմ սիրել, թեպետ իմ դասախոսն ինձ 4 դրեց, բայց հսկայական աշխատանք է, որ դուք այժմ կատարել եք, այ ինձ համար նորություն էր, որ դուք ասացիք չինարենն ու ճապոներենը, ականջեն լսելի լեզուներ են, զարմանալի էր ինձ համար, որտեղ չինարենի բառերը եւ ճապոներենի բառերը մի տեսակ ոնց որ ես ինքս չեմ կարողանում լսել, ամեն դեպքում հետաքրքիր վերլուծություն էր, արաբերենի մասին գիտեի, ես մի անգամ փորձեցի արաբերենի այբուբեն ինքնուրույն սովորեմ, ոնց բացեցի, այդպես փակեցի, որտեղ սարսափեցի, հնչյուններից անգամ գլուխ չհանեցի,
Իսկ եւ ուզում եմ նաեւ այստեղ իմ հիշողության մեջ մնաց ձեր վերջաբանի խոսքը, երբ որ ասացի քանի կապրի մարդկությունը, կապրի նաեւ լեզուն ուսումնասիրող գիտությունը, այո, ես ուզում եմ եւս այստեղ մի հետաքրքիր մեջբերում անել, աշխարհի լեզուներից, մեռած լեզուներից է շումերերենը եւ Գլադիատոր ֆիլմի առաջին իդեպ Գլադիատորի երգը Naovi Afri այդ երգը գրված է շումերերենով եւ երգը արժանացել է Օսկարի, իսկ Մել Գիբսոնի նկարահանած ֆիլմերից մեկը Ապոկալիպտո կամ Ապոկալիպսիս ֆիլմը ամբողջությամբ հնչել է ինդոնեզերենը, շատերը մտածում են, որ ֆիլմը հաջողություն չի ունենա, բայց հենց միայն դրա համար ֆիլմը Օսկարի է արժանացել։ Շնորհակալ ենք Անջապրիպսիմե ջան, հաջորդ անգամ եւս մեծ սիրով կմիանամ լսելու քեզ եւ քո ընկերներին։ Շնորհակալություն Տիկին Խաչատրյան ջան։ Քրիստինե ջան, շնորհակալություն ես խոսքի համար եւ հուսով եմ Ռիփսիմեն եւս արժանանալու է նվերի։ Անպայման, ես անպայման վերելու եմ բոլորի, Տիկին Խաչատրյան ջան, բոլորի, մեր երեխաներին հատկապես։ Ես արդեն այստեղ գիտությանից աշակերտներ ունենք, որ չեմ տեսել երեխային, ինքն էլ ինձ չի տեսել, բայց արդեն ընկերներ ենք դարձել, Սուսանբարը Մկրտչյան, հուսով եմ Ռիփսիմեի, Մարիամի, Մարկի հետ էլ կընկերանանք ու մեր ընկերությունը հարատև կլինի։ Շնորհիվ ձեզ, Տիկին Խաչատրյան ջան, ձեր հարթակի։ Շնորհակալ եմ անչափ։ Շատ լավ, տեսնենք ելում ենք լսելու, ես ակնկալում եմ, որ վերջում անպայման մեր Մարիին էլ ենք լսելու, մեր գիտսանի թիմի վառ ներկայացուցիչներից մեկին, ով այսօր մեզ հետ է եւ անպայման ես սպասելու եմ Մարիի խոսքին, բայց մեզ թողեք վերջում սիրելիներ ջան։ Առայժմ ձեզ ենք ուզում լսել։ Ու մենք լսում։ Չունենք ասելիքներ, ահա, էլի Շուշանի։ Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ, Տիկին Խաչատրյան ջան, այս հրաշալի մանուկներին հասուն, այսպիսի հասուն խոսքով, այսպիսի համարձակությամբ, որ իրենք ներկայացնում եմ մեր հանճարեղ լեզվաբանին, ես հիացած եմ, խոսքեր չունեմ, իմ խոսքերը շատ կիսատ կլինի եւ ես ուղղակի էլի հիացմունքս չեմ կարողանում արտահայտել շատ շնորհակալ եմ, որ այսպիսի լավ բալիկներ ունենք, մեր ազգը իսկապես արժանի է ձեր նման հանճարների, այ որ այս հանճարին, գերհանճարին կարողանում եք ներկայացնել հասուն մարդու նման։ Շատ հասուն խոսքեր, շնորհակալություն, ապրեք, միշտ այսպես առաջ գնացեք։ Շատ շնորհակալ եմ բոլորիդ։ Ձեզ եմ շնորհակալ, այս պահին լսենք նաև մեր Տիկին Ռուզաննային։ Երեք, որ տեսախցիկը չեմ բացում, մի փոքր անհարմար է, բայց այնուամենայնիվ չեմ կարող եւ հիացմունքս արտահայտել, իսկ եւ մեր այս տաղանդավոր բանիմաց երեխաների համար եւ Տիկին Խաչատրյան ջան, այս պահին ինձ մոտ էլ այդպես բառերի հիշողության մի հետաքրքիր ցուցակ ունեմ եւ ուսանող ժամանակվանից Հրաչյա Աճարյանի լիակատար այս մեր ուսումնասիրությունը Աճարյանի լիակատար քերականություն հայոց լեզվից արշալույս բառներ մնացել, որտեղ Աճարյանն ասում էր, որ արշալույսը հայերենի ամենասովորական եւ ամենահին բառերից մեկն է, իսկ ես ուղղակի այս պահին գիտսանը համեմատում եմ մեր արշալույսի հետ, հնագույն բառ է արշալույսը, որի մեջ որի բովանդակությունը բացատրելու կարիք չկա, բայց այս երեխաները իմ մեջ այս պահին արշալույսի մտապատկեր են առաջացնում։ Շնորհիվ ձեզ, որ այս արշալույսների առաջնորդող եք, փառք եւ օրհնություն անընդհատ պիտի կրկնեմ, թող
նրանց լուսավոր ճանապարհի այն հենասյուները, որոնցից մեկը դուք եք, դառնա հիվանդագին բոլոր մանկավարժների համար եւ այսպես հայտնաբերելով ու ճանապարհ բացելով մեր տաղանդավոր երեխաների համար հայոց արշալույսի հավերժությունն են ապահովում։ Շնորհակալ եմ։ Այսինչ պարտավորեցնող էր ձեր խոսքը Տիկին Ռուզաննա ջան։ Շատ շնորհակալ եմ եւ ռիփսմեն ուղղակի ուզում եմ խնդրել սպայն կիսումը դադարեցնի, որ մենք բոլորին տեսնենք եւ ասեմ, որ իսկապես ես ամեն անգամ հպարտանում եմ մեր աշակերտներով ու եթե հրապարակումներին հետևում եք Վիտուսի էջով երբ կիսվում եմ պարտադիր գրում եմ հպարտանալու բիցան։ Իսկապես հպարտանալու է, որ մեր երեխեքը այսօր կարողանում են Հավատացեք, ես ոչինչից տեղյակ չեմ, ընդհանրապես ասում ենք, այս ինչ որ մենք պիտի անենք վեբինար, եւ մեր գիտանիքի մեջ ամեն ինչը կազմակերպում է։ Այսօր արդեն այդ կազմակերպական, նախաձեռնողական, չգիտեմ, բոլոր հմտությունները երեխեքի մեջ ձևավորված են եւ զարգանում են։ Շնորհակալություն, այս բան լսենք նաեւ մեզ շատ սիրելի Սուսաննային։ Սուսաննա ջան, խնդրեմ։ Բարի երեկո ձեզ, շնորհակալ եմ խոսք տրամադրելու համար։ Երբ 3 շաբաթ, չէ, մի շաբաթ բաց ենք թողել, 4 շաբաթ առաջ մեկնարկեցինք Հրաչ Աջարյանի վերաբերյալ վեբինարների շարքը, ես իմ խոսքում նշեցի, եթե Հրաչ Աջարյանն այսօր մեզ հետ լիներ, հաստատ կուրախանար, որ հայոց լեզուն ապրում է երգերում, գրքերում, մտքերում, բայց այսօր հիմա ուզում եմ դրացնել ինքս ինձ, երբ Հրաչ Աջարյանը հետ հայացք գցի դեպի մեզ, նա 3 շաբաթ անընդմեջ անչափ կուրախանա ու կհբարտանա, որովհետև մենք այս 3 շաբաթների ընթացքում միասին կարողացանք ապացուցել, որ հայոց լեզուն ոչ միայն ապրում է, այլ նաև զարգանում է, շնչում է, հզորանում է մեր, ձեր ու չենք մոռանում, որ Գիտսանի շուրջն ենք հավաքվել, Գիտսանի շնորհիվ մեր հարթակը դարձել է ինչպես նշվեց ինքնակրթության, վերջին 3 շաբաթների ընթացքում լեզվապահպանության ու որ ամենակարևորն է, չեմ ուզում ասել հայրենասիրություն, երևի ավելի համապատասխան է ասեմ հայրենատիրություն, եթե տիրություն, ուրեմն սիրություն, իսկ մենք հիմա տիրություն անում ենք։ Հայրենատիրության կենտրոնը, մենք այս 3 շաբաթների ընթացքում աշխատեցինք ինքնակրթության լավագույն սկզբունքի, սովորիր, կիսվիր սկզբունքով, մեծ են գիտնականի մեկ դարյա թողած հսկայական ժառանգությունը, կյանքը, գործը, այսօր ոչ թե մնում է թանգարանային փոշու տակ, այլ կենդանի ու շնչող ապացույց է մեր երիտասարդների ձեռքերում, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ, որ կարողացանք միասին 3 շաբաթ շարունակ Հրաչ Աջարյանին ժպիտ ու խաղաղություն պարգևել ու պատճառել, որովհետև կարողացանք փոխանցել մեծ գիտնականի հորդորն ու կոչը, որ պահենք անարատ մեր հայոց լեզուն, խոսենք հպարտ, խոսենք մաքուր եւ թող յուրաքանչյուր բառ մեր սրտի արտացոլում լինի։ Շնորհակալ եմ, կեցեք ընկերներ։ Շնորհակալ եմ Սուսաննա ջան եւ ուզում եմ քիչ առաջ Շուշանի ջան կարծեմ դուք եք չէ ձեր խոսքում հնչեցրիք որ լավ մաթեմատիկոսները լավ լեզվաբաններ են մեր Սուսաննան դրա վառ ապացույցն օրինակն է բոլորս գիտենք որ Սուսաննան պատրաստվում է դառնալ մաթեմատիկայի ուսուցչուհի բայց տեսեք թե ինչքան գիտեմ ինձ համար ինքը լեզվաբան է շատ սիրուն խոսք շատ այսպես կառուցիկ խոսք տրամաբանված հայոց լեզվեն ամբողջ գեղեցկությունը ու հարստությունը իր մեջ ամփոփող այնպես որ նորից ֆիքսենք որ սկզբում լալա գտիպանին էինք ասում կարևոր չէ թե այս երեխեքը ի վերջո կյանքում որ ճանապարհը կբռնեն որ մասնագիտությամբ կշարունակեն իրենց գործունեությունը կարևորը որ մենք ամեն մեկս մեր դասաժամին մեր առարկայի միջոցով զարգացնենք հմտություններ հենց մեր ՀՊՉ-ի տրամաբանությունը իսկապես դա է այսօր տեղեկատվության, չգիտեմ, գիտելիքների այնպիսի շտեմարաններ կան, այնպիսի աղբյուրներ կան, որ ոչինչով երեխային չես զարմացնի, թե ասենք ես պարտադիր չէ որ կանգնեմ դասանում ու պատմեմ Թումանյանի կյանքի մասին։ Իրենք տարբեր աղբյուրներից կկարդան կիմանան, բայց թե ինչպես դաստիարակվեն Թումանյանի կերպարով ինչպես որոշեն Թումանյանի տեղի ու դերի արձակի մասին, ինչպես արժևորեն եւ այլն։ Այս հմտությունները սա պետք է մենք երեխեքի մեջ զարգացնենք ու ամեն մեկս մեր մասով եթե դա անենք,
հաստատ իմացեք իրենք 21-րդ դարի են բոլոր հմտություններ իրենց մեջ կունենան եւ 21-րդ դարին արժանի սերունդ կունենանք մենք բոլորս։ Սուսաննա ջան, շնորհակալ եմ այդ տեսակի համար։ Ու այնքան հանգիստ եմ, այնքան անհամբեր եմ, թե դու երբ ես որպես ուսուցիչ մտնելու դասարան, դա կլինի կարծեմ մի 4-5 տարի հետո, բայց վստահ եմ, որ այս տեսակ աշակերտներս դու էլի ունենալու, սերմանելու եւ գիտեք շատ կարեւոր է նաեւ այսօր երեխեքի մեջից հանել այն գիտակցումը, որ եթե ես գնում եմ բժշկական, ուրեմն ես պիտի սովորեմ միայն քիմիա ու կենսաբանություն։ Եթե ես գնում եմ օրինակ ծրագրավորող դառնալու, ես պիտի սովորեմ միայն մաթեմատիկա ու ֆիզիկա։ Այսօր այս երեխեքը դա են ապացուցում, որ կարևոր չի թե ես ով եմ դառնալու։ Ես ցանկացած առարկա պիտի լավ սովորեմ, որտեղ ես պետք է լինեմ բազմահամուտ, պետք է լինեմ տեղեկացված, պետք է լինեմ շատ բազմակողմանի զարգացած անհատ, որպեսզի կարողանամ կյանքում իմ տեղը ճիշտ գտնել։ Այնպես որ մենք շատ ճիշտ ուղու վրա ենք, շնորհակալություն բոլորին։ Վիկտորիա ջան, դուք ձեռք ունեիք, իջեցրիք, չգիտեմ, էլի խոսք ունեք, թե անցնենք առաջ։ Հեռացնեմ ձեզ, մենք ունենք նաև երաժիշտ բժիշկներ, ինչքան լավ երգիչ բժիշկներ ունենք, այնպես որ մասնագիտությունը կարևոր չէ։ Ռուբեն Սևակին հիշենք, բժիշկ բանաստեղծ։ Այո։ Եվ այդպես շատ օրինակներ։ Այո։ Լսենք Վիկտորիա ջան, ով եք ասելիք։ Կրկին ուզում էի շնորհակալություն հայտնել Ռիփսիմե ջան քո այս հմուտ ներկայացման համար։ Ես վստահ եմ, որ այս թեմայից ցանկացած հարց եթե ուղենք, դու հենց քո սրտից, քո հմտություններից վերցված ես պատասխանելու, որովհետև դա ապացուցեց, ենթադրեց քո ներկայացնելու ոճը, կառուցիկ խոսքը, գեղեցիկ խոսքը, լրիվ տեղեկատվական աղբյուրներից օգտվել ես եւ դրանք դարձրել ես քոնը յուրացրել ես եւ փոխանցեցիր մեզ։ Շնորհակալությունս հատուկ քո ներկայացման համար եւ այն որակյալ թեմայի, որը նախընտրել էիր, իրոք շատ կարեւոր է նաեւ մեթոդիկան, քանի որ գիտելիքը մի բան է, իսկ մեթոդապես դրա մատուցելը մի այլ բան, որը իրոք համարձակ թեմա էր եւ արդյունավետ մասնագետների համար։ Եվ իրոք, եթե մենք խորանում ենք մեր հայոց լեզվի մեջ, տեսնում ենք ինչքան շատ բառեր կա, դրանից էլ ծնվում է բարդությունը, չէ՞։ Իսկ բարդությունը ծնվելն ու ուսումնասիրել ներկայացնելը այդ հսկայական գործ է եւ շնորհակալ եմ նաեւ ձեր աշխատանքից, որ դուք կարողանում եք պահպանել եւ նույնը շարունակություն տալ դրան, այսինքն հետաքրքրություն տալ, որ մենք այդ դժվարությունը կարողանանք անտեսել եւ ուսումնասիրել։ Եթե դուք չլուսաբանեք, այդպես քնածել կմնա մեր լեզվի այն հսկա ոսկեղենիկ բառերը, որ ափսոսում ես, ասում ես ինչի էլի մենք ունենք, բայց պետքա օգտագործվի։ Այդ ձեր նմանների շնորհիվ հետաքրքրություն կառաջանա եւ հետ վերադարձ կանենք նման բառարանների տեղեկատվական աղբյուրներից ու մեր հայերենը նորից կվերականգնենք, կկենթանացնենք եւ կկիրառենք իհարկե մեր բանավոր խոսքում։ Շնորհակալ ենք, էցեք երեխեք ջան, ապրեք։ Ձեզ ենք շնորհակալ այսքան ոգևորելու համար եւ այս պահին արդեն ուզում եմ ես վելի վերջում եմ իմ ասելիքը միևնույնն է իմ հարցը տալու մեր երկու աղջիկներին, որը ամփոփիչ է լինելու։ Այս պահին ուզում եմ խոսքը փոխանցել մեր գիտսանի թիմին։ Այսօր մենք մի քիչ գիտսանի թիմից ավելի շատ մասնակիցներ ունենք, Սոնա եւ Մարին։ Խնդրում եմ դուք այսպես նաեւ փորձեք ամփոփել Սոնա ջան, լսում եմ։ Սոնա ջան, բարձրախոսը անջատված է։ Բարի երեկո բոլորին։ Ուզում եմ շնորհավորել Հրիփսիմեին եւ Մարիամին իրենց անդրանիկ վեբինարի կապակցությամբ։ Ես ուզում եմ ասել, որ մենք որպես գիտսանի թիմի անդամներ ուրախ ենք, որ Տիկին Խաչատրյանի գլխավորությամբ հնարավորություն ունենք Հանրապետության ամբողջ մասշտաբով երիտասարդներին եւ աշակերտներին հնարավորություն տալու, ինքնաարտահայտվելու եւ պոտենցիալը ճիշտ կերպով ներկայացնելու եւ մենք էլ իհարկե դրանից մեծ գիտելիք եւ օգուտ ենք քաղում։ Ես Մարիամի եւ Հրիփսիմեին շնորհակալ եմ եւ նորանոր հաջողություններ եմ մաղթում։ Այսքան։ Շնորհակալություն, Մարի ջան, լսենք քեզ։
Նախ ողջունում եմ բոլորիդ վեբինարի մեր հարգելի խոսնակներին, որպես ապագա բանասեր ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել ձեզ այս արժեքավոր ու բովանդակալից վեբինարի համար։ Օգտակար է լսել Հրաչյա Աճարյանի գիտական ժառանգության, հայոց լեզվի եւ լեզվաբանության մասին ձեր հետաքրքիր ուսումնասիրությունները, ինչու՞ չէ հենց ձեր բարբառային ակցենտով շատ հաճելի էր։ Ձեզ նորանոր հաջողություններ եմ մաղթում, անսպառ եռանդ եւ բազմաթիվ արդյունավետ նախաձեռնություններ։ Վստահաբար մեր գիտսանի ողջ թիմը ձեր կողքին է։ Ահա, շնորհակալություն եւ արդեն եկավ այն պահը, որ ես պիտի մի հատ հետաքրքիր ասենց հարց տամ մեր աղջիկներին, այսքան ուսումնասիրել եք, կարդացել եք եւ այլն։ Չենք վերցնում յուրաքանչյուրս Աճարյան կերպարից։ Ինչ ենք տանում մեզ հետ կյանք։ Այս եմ ուզում ձեզնից լսել իմ լավ աղջիկներ։ Սկզբում Մարիամին կլսենք, հետո Ռիփսիմեին։ Ռիփսիմեն արդեն պատրաստ է։ Լավ, տարբերություն չկա, խնդրեմ Ռիփսիմե ջան։ Շնորհակալ եմ բոլորիդ կարծիքների համար, շնորհակալ եմ շատ նաև հարցի համար։ Ինչպես իմ խոսքի սկզբում նշեցի, մենք խոսում ենք բազմաթիվ գիտնականների մասին, մենք խոսում ենք նրանց անցած ուղու, նրանց հաջողությունների մասին, սակայն չենք մտածում, թե ինչպես են մարդիկ հասել հենց այդ հաջողություններին, եւ ես կարծում եմ, որ ես այս աշխատությունից կոնկրետ ինձ համար վերցրի մեծ պատասխանատվությունը եւ մեծ կարգապահությունը, քանի որ ուսումնասիրելով Հրաչյա Աճարյանի կյանքը եւ մեր ուսուցչի շնորհիվ մենք շատ լավ ենք ուսումնասիրել ոչ միայն Հրաչյա Աճարյանի կյանքը որպես լեզվաբան եւ որպես մարդ, ես հասկացա կոնկրետ ինձ համար, որ ինչ է լինի, ինչ բնագավառ է լինի, կարևոր է, որ մարդը լինի կարգապահ եւ որ մարդը լինի պատասխանատու, քանի որ այս երկու հատկանիշների ցուլման արդյունքում մենք այսօր ունենք Աճարյան, դրա շնորհիվ մենք այսօր ունենք Աբեղյան եւ շատ այլ լեզվաբաններ, այսպիսով ուզում եմ ասել, որ մենք կարող ենք երկու բառ չհիշել, կարող ենք երկու լեզվական խնդրական սխալ թույլ տալ, սակայն այն մարդկային հատկանիշները, որոնք կվերցնենք գիտնական մարդուց, Աճարյան մարդուց, անգնահատելի են եւ ուղեկից են մեզ մեր ամբողջ կյանքում։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ Ռիփսիմե ջան, լսենք Մարիամին։ Այո, կարծիքներ հնչեցին, որ ես ինքս նշեցի, որ Գերկրշիկյանն ասաց, որ պետք է դառնամ տնտեսագետ, սակայն նշեցի, որ շատ եմ սիրում հայոց լեզուն, եւ քանի որ մենք հայ ենք, խոսում ենք հայերեն, իսկ Հրաչյա Աճարյանը հայոց լեզվի մեծ ջատագովն է, մեծ ուսուցիչը, հետեւաբար Հրաչյա Աճարյանի մասին խոսելով եւ Հրաչյա Աճարյանի գործը ուսումնասիրելով, մենք միայն մեզ համար վերցնում ենք օրինակելին, լավը եւ դա միայն ու միայն մեզ համար օգուտ կլինի Հրաչյա Աճարյանի արած գործը ուսումնասիրելը եւ ինչքան ուսումնասիրենք, այնքան հետագայում ի կապ չունի ցանկացած ոլորտում այն հաստատ պետք կգա նրա թողած ժառանգությունը եւ եթե նույնիսկ ուսումնասիրենք կյանքը, նաեւ կյանքից շատ ընթերցենք, շատ հետաքրքիր է նրա կյանքը նույնպես ու կյանքի սուշերից քիչ եթե ուսումնասիրենք, այնտեղից նույնպես շատ դասեր կարող ենք քաղել եւ հետևենք նրա օրինակին։ Գավաթը ճիշտ էր։ 11 Այսքան։ Շնորհակալություն Մարիամ ջան, ես իհարկե ամփոփումը կթողեմ Մարկին, բայց ես էլի մերթին ուզում եմ ձեզ նորից ասել, որ դուք շատ կեցեք այսօր մեծ հայրենանվեր, հայրենասեր, ինչու՞ չէ հայրենատեր, ինչպես Սուսաննան նշեց, այդպիսի մի հատ գործունեություն, մի փոքրիկ գործունեություն գուցե այս պահին, բայց շատ մեծ արժեք ունեցող աշխատանք արեցին բոլորս միասին։ Կարծում եմ մեզանից յուրաքանչյուրը իր հոգու խորքում այսօր էլ տանում է իր Աճարյանին եւ ամեն մեկս այսօրվա դեր ներկայացրած աշխատությունից մեր վերլուծություններն ենք անում, մեզ համար արձանագրում ենք տարբեր փաստեր, տարբեր նորություններ եւ սենց հոգու խորքում որպես ուսուցիչ իսկապես Շուշանիկի ասած նախանձն ենք ապրում, որ մենք էլ ունենայինք այդ հնարավորությունը, այսպիսի աշակերտներ ունենայինք, այսպիսի աշխատանքներ անենք, բայց ամեն ինչ արթևում է, հաստատ դուք մեզ ոգեշնչեցիք, մենք կանենք
Իսկ ձեզ շատ սիրելի Մարիամ եւ Ռիփսիմե եւ ընդհանրապես մնացած բոլոր մեր մասնակիցներ, ես տեսա Ավետիքն է ներսում, Սարոնել է ներսում, բոլորդ ովքեր լծվել եք այս աշխատանքին, դուք շատ կարևոր հարստություն եք ձեռք բերել այս ընթացքում։ Դուք հաստատ ինչ որ ուղենիշ եք սահմանել, որից ավելի բարձր եք նաեւ գնալ, հաստատ չեք իջեցնելու այդ ուղենիշը։ Եվ ուզում եմ, որ հենց աճարյանական շատ սիրելի մի բացահայտած բառերից մեկն ասել, թևապարեք աճարյանական այդ գիտելիքների ամբողջության մեջ, շարունակեք արարել եւ ոչ մի դեպքում մի բաց թողեք այն ամենը, ինչ դուք ունեք ձեր ձեռքերում։ Մարկ ջան, փոխանցում եմ քեզ։ Շնորհակալ եմ։ Սիրելի մասնակիցներ, այսպեսով ավարտում ենք մեր Հրաչյա Ջարյանի 150-ամյակին նվիրված վեբինարի շարքի արդեն 3-րդ հանդիպումը։ Շնորհակալություն ենք հայտնում մեր այսօրվա խոսնակներին Մարիամ Գրքիկյանին եւ Ռուբսինե Զադուլյանին հետաքրքիր եւ բովանդակալի զեկույցների համար, ինչպես նաեւ ձեզ բոլոր մասնակիցներիդ ակտիվ մասնակցության եւ հետաքրքրված լինելու համար։ Հուսով ենք, որ այս հանդիպումը եւս նոր գիտելիքներ ու հետաքրքիր բացահայտումներ պարգևեց ձեզ։ Այսօր եւս մեկ անգամ հիշում ենք մի կարևոր միտք, որ ուսուցչի ամենամեծ հաջողությունն այն է, երբ աշակերտը մի օր դառնում է նրա ուսուցիչը, եւ այսօր մենք դա նորից զգացինք ու տեսանք։ Մաղթում եմ մեծ հաջողություն ու նոր ձեռքբերումներ եւ սիրով սպասում եմ ձեզ հաջորդ հանդիպանում։ Ընկել։ Շատ լավ, մենք հուսով եմ էլի կունենանք խոսնակներ, դեռ չենք պայմանավորվել, բայց առջևում մեկ ուրիշ վեբինար ենք պլանավորել, շուտով հայտարարությունը կունենանք, էլի շատ կարևոր, միջանկյալ սենց մի քիչ այս թեման մի պահ հանգիստ կթողնենք, հետո կարծում եմ էլի կանդրադառնանք Աճարյանին, բայց ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին եւ ուզում եմ ասել, որ հաստատ վաղը մենք մեր էջում տեսաձայնագրությունը կհրապարակենք եւ պիտի խնդրեմ անպայման մեկնաբանություններում գրել ձեր զգացածների մասին, ձեր զգացողությունների մասին եւ ինչու՞ չէ նաեւ թե դուք ինչ վերցրիք Աճարյանի կերպարից այս մի քանի վեբինարների ընթացքում, սիրելիներ ջան։ Ձեզ բոլորիդ ասենք բարի խաղաղ գիշեր, բոլորս հանգիստ կարող ենք գնանք մեր Կիրակին վայելելու, որովհետև էլի շատ լավ շաբաթ երեկո ենք ունեցել։ Մարիամ ջան, ձեռք ունես։ Շնորհակալություն։ Կներեք խառնելի։ Հա, երևի սրտիկ էր ուզում թողնել, ձեռքին կպա։ Ձայնագրությունը անջատենք եւ արդեն հանգիստ գնանք հանգստանալու ընկերներ ջան, շնորհակալ